Երբ ոստիկանությունը մտավ Էլվինա Մակարյանի բնակարան Լոս Անջելեսում, սեղանին գտան մի փոքրիկ տետր, կարմիր կաշվե կազմով, որի վրա գրված էր միայն մեկ բառ՝ ցուցակ։ Այդ տետրում 273 անուն էր, յուրաքանչյուրի կողքին գումար եւ ամսաթիվ։ Բժիշկները, ովքեր տեսան այդ ցուցակը, անմիջապես հասկացան, սա էր այն գաղտնիքը, որը դիվան 40 տարի թաքցել էր աշխարհից։ Յուրաքանչյուր տող պատմում էր մի փրկված կյանքի մասին, մի վիրահատության, որը նա վճարել էր իր վերջին դոլարներից։ Բայց ինչու էր լռում։ Ինչու էր թաքցնում այն, ինչը կարող էր դարձնել նրան ազգային հերոսուհի։ Ով էր պահանջել այդ լռությունը։ Եվ ամենակարևորը, ինչու այդ ցուցակում կային անուններ, որոնք պաշտոնապես երբեք չէին հիվանդացել։ 1970-րդ թվականներին Էլվինա Մակարյանի անունը Հայաստանում արտասանում էին շնչախեղդ ակնածանքով։ Նրա ձայնը, այդ թավիշյա, գրեթե տղամարդկային ուժով լի ալտը ճեղքում էր սրտերը կարոտ երգի առաջին նոտաներից։ Երբ նա բարձանում էր բեմ օպերայի եւ բալետի ազգային թատրոնում, դահլիճը սառչում էր։ Մարդիկ չէին շնչում։ Նրա ձեռքերի շարժումները, այդ դանդաղ, գրեթե ծիսական ժեստերը կարծես կախում էին ժամանակը օդում։ Բայց ամենաշատը հիշում էին նրա աչքերը։ Մեծ, սև, անդունդի պես խորը աչքեր, որոնք նայում էին ոչ թե դահլիճին, այլ ինչ-որ անտեսանելի հեռավորության։ Կարծես նա երգում էր ոչ թե մեզ համար, այլ մեկ ուրիշի, ում մենք երբեք չէինք տեսնի։ 1978 թվականին, երբ նրան առաջարկեցին գործուղում Միացյալ Նահանգներ հայ սփյուռքի համար 3 ամսով, ամբողջ Երևանը խոսում էր միայն դրա մասին։ Սա էր երազանքը։ Ամերիկա, դոլարներ, փառք։ Նրա ընկերուհիները, երգչախմբի այլ աղջիկները, գիշերները չէին քնում պատկերացնելով, թե ինչպես Էլվինան կվերադառնա ճամպրուկներ լի նարնջագույն շորերով, շոկոլադներով, կոսմետիկայով։ Բայց ինչ-որ մեկը, ով աշխատում էր մշակույթի նախարարությունում, ասաց մի բան, որը հետո երկար տարիներ փսփսում էին անկյուններում։ Նա ասաց. Էլվինան չի վերադառնա, նրան թույլ չեն տա։ Ով չէր տալու եւ ինչու։ Ճշմարտությունն այն էր, որ Էլվինա Մակարյանը արդեն իսկ ապրում էր կրկնակի կյանքով։ Բեմի վրա նա էր անհասանելի դիվան, մետաքսե զգեստներով, ադամանդե ականջողերով, որոնք փայլում էին սպիտակ լույսերի ներքո։ Բայց տանը, իր փոքրիկ երկսենյականոց բնակարանում Կոմիտասի փողոցում, նա նստում էր խոհանոցի սեղանի առջև եւ հաշվում էր դրամաշրջանի կտրոնները, փորձելով հասկանալ, թե ինչպես վճարել հոր դեղերը։ Նրա հայրը, Արշակ Մակարյանը, ով մի ժամանակ եղել էր հայտնի դերասան, այժմ ուներ սրտի ծանր հիվանդություն եւ պահանջում էր թանկարժեք դեղամիջոցներ, որոնք չէին վաճառվում սովետական դեղատներում։ Էլվինան գիտեր միայն մեկ ճանապարհ՝ գնալ Բերյոսկա խանութ եւ գնել դեղերը դոլարներով, որոնք նա ստանում էր ապօրինի օտարերկրյա դիվանագետներին մասնավոր համերգներ տալով։ Սա էր հանցագործություն։ Եթե բացահայտվեր, նրան կարող էին ուղարկել բանդ, վալյուտային սպեկուլյացիայի համար։ Բայց ամենավտանգավորը չէր դեղերը։ Ամենավտանգավորը մարդն էր, ով գիտեր այդ գաղտնիքը։ Նրա անունը Վահագն Սարգսյան էր, եւ նա աշխատում էր մշակույթի նախարարության կադրերի բաժնում։ Վահագնը սիրահարված էր Էլվինային, այն խելագար, ամբողջովին ուտող սիրով, որը վերածվում է ատելության, երբ չի փոխադարձվում։ Նա գիտեր Էլվինայի գաղտնի համերգների մասին, նա գիտեր դոլարների մասին, եւ նա սպասում էր իր պահին։ 1978 թվականի մարտին, երբ Էլվինային պաշտոնապես հրավիրեցին Լոս Անջելես, Վահագնը մտավ նրա դրսարան եւ ասաց. «Եթե չմնաս ինձ հետ, ես կասեմ ամեն ինչ։ Քեզ չեն թողնի գնալ, կամ ավելի վատ, կթողնեն գնալ, բայց քո հայրը կմնա այստեղ, որպես երաշխիք»։ Էլվինան նայեց նրա աչքերին եւ տեսավ դատարկություն։ Այդ գիշեր նա չքնեց։ Նա նստած էր պատուհանի առջև եւ դիտում էր Երևանի լույսերը, փորձելով որոշել։ Եթե մերժեր Ամերիկան, նա կմնար այստեղ, Վահագնի ստվերի տակ, ապրելով վախի մեջ, որ ցանկացած պահի նա կարող էր ոչնչացնել նրան։ Եթե գնար, նա կթողներ հորը, հիվանդ, անպաշտպան, հնարավոր վրեժխնդրության առարկա։ Բայց կար երրորդ տարբերակ, որի մասին նա չէր խոսել ոչ ոքի հետ։ Գնալ եւ երբեք չվերադառնալ։ Դառնալ փախստական։ Եվ հենց այդ գիշեր, երբ արշալույսը սկսեց ջեղկել երկինքը, Էլվինան կայացրեց որոշումը, որը կփոխեր ամեն ինչ։ Բայց ինչպես նա պատրաստվեց անհետանալ։ Ով օգնեց նրան։ Եվ ամենակարևորը, ինչու Վահագն Սարգսյանը 3 օր անց հայտնվեց հիվանդանոցում կոտրված ծնոտով եւ ասաց, որ ինքնինքը ընկել է աստիճաններից։ 1978 թվականի ապրիլի 12-ին Էլվինա Մակարյանը բարձրացավ Աերոֆլոտի ինքնաթիռ Մոսկվա-Նյու Յորք երթուղով։
Նրա ճամպրուկում էին 3 զգեստ, մի զույգ կոշիկ եւ մի փոքրիկ տուփ, լի նամակներով, որոնք գրել էր հայրը, բայց երբեք չէր ուղարկել։ Նա նստած էր պատուհանի կողքին եւ նայում էր, թե ինչպես Մոսկվան փոքրանում է ներքևում, վերածվելով խաղալիքային քաղաքի։ Նրա կողքին նստած էր մի կին, Սիրանուշ Գրիգորյանը, ով պաշտոնապես ուղեկցում էր նրան որպես մշակութային ներկայացուցիչ։ Բայց Էլվինան գիտեր ճշմարտությունը։ Սիրանուշը աշխատում էր KGB-ի համար, եւ նրա առաջադրանքն էր հսկել, որ Էլվինան չփախչի։ Ամբողջ թռիչքի ընթացքում Սիրանուշը չէր քնում։ Նա նայում էր Էլվինային այնպիսի ուշադրությամբ, որը սառեցնում էր արյունը։ Երբ նրանք վայրեջք կատարեցին Նյու Յորքի Քենեդի օդանավակայանում, Էլվինան առաջին անգամ զգաց Ամերիկայի հոտը՝ կոշտ, քիմիական, խառը սուրճի եւ բենզինի։ Նրանց հանդիպեց մի տղամարդ, Հակոբ Թորոսյանը, ով ղեկավարում էր հայ համայնքը Լոս Անջելեսում եւ կազմակերպել էր այդ գործուղումը։ Հակոբը եղել էր հարուստ մարդ, ունեցել էր գորքերի բիզնես, բայց նրա աչքերում Էլվինան տեսավ ինչ-որ անհանգիստ, գրեթե վախեցած արտահայտություն։ Նա խոսում էր շատ արագ, շատ բարձր, եւ նրա ձեռքերը դողում էին, երբ վերցրեց Էլվինայի ճամպրուկը։ «Դուք կապրեք իմ տանը», ասաց նա։ «Ես ամեն ինչ պատրաստել եմ։ Համերգները կսկսվեն 2 շաբաթից»։ Բայց երբ նրանք նստեցին մեքենայի մեջ եւ Սիրանուշը մի վայրկյան շեղվեց, Հակոբը շրջվեց դեպի Էլվինան եւ շշուկով ասաց. «Ես գիտեմ, որ դուք ուզում եք մնալ։ Ես կօգնեմ, բայց պետք է լինել շատ զգույշ»։ Էլվինան զարմացավ։ Ինչպես նա գիտեր։ Նա երբեք ոչ ոքի չէր ասել։ Հակոբը տեսավ նրա հարցական հայացքը եւ ժպտաց, դառն, հոգնած ժպիտով։ «Ես տեսել եմ այդ հայացքը նախկինում», ասաց նա։ «Դուք չեք առաջինը, ով ուզում է փախչել։ Բայց դուք պետք է իմանաք, նրանք երբեք չեն թողնում հեշտությամբ։ Նրանք կգան ձեր ընտանիքի մոտ, կսպառնան, կփորձեն ստիպել վերադառնալ»։ Էլվինայի սիրտը սկսեց բաբախել այնքան բարձր, որ նա կարծեց Սիրանուշը կլսի։ Նա մտածեց հոր մասին, Արշակի, ով այժմ մնացել էր միայնակ Երևանում, իր սրտի հիվանդությամբ եւ դեղերի անընդհատ կարիքով։ Ինչ կանեին նրա հետ, երբ իմանային, որ դուստրը փախել է։ Լոս Անջելեսը հանդիպեց Էլվինային արևով, որը կուրացնում էր։ Քաղաքը տարածվում էր անվերջ, ցածր տներով, արմավենիներով, լայն ճանապարհներով, որտեղ մեքենաները սահում էին անձայն, ինչպես մետաղյա ձկները։ Հակոբի տունը գտնվում էր Գլենդեյլում, հայկական թաղամասում, որտեղ յուրաքանչյուր երկրորդ խանութի վրա գրված էր հայերեն տառերով։ Տունը մեծ էր, սպիտակ, երկհարկանի, այգով, որտեղ աճում էին նուռներ եւ ծիրաններ։ Բայց ներսում տունը լի էր լռությամբ։ Հակոբի կինը Արփինեն հանդիպեց նրանց դռան մոտ ճժպտալով։ Նա էր նիհար կին, մոխրագույն մազերով, որոնք խստորեն հավաքված էին ետևում, եւ աչքերով, որոնք նայում էին Էլվինային այնպես, կարծես նա էր թշնամին։ Առաջին 3 օրերին Էլվինան գրեթե չէր դուրս գալիս իր սենյակից։ Նա պառկած էր մահճակալին եւ լսում էր տան ձայները։ Հակոբի եւ Արփինեի վեճերը, որոնք հնչում էին ներքևից, թեև նրանք փորձում էին խոսել ցածր։ Մի գիշեր Էլվինան լսեց, թե ինչպես Արփինեն ասում էր. «Դու բերել ես նրան այստեղ, որովհետև սիրահարված ես։ Մի ստիպիր ինձ հավատալ, որ դա միայն բարեգործություն է»։ Հակոբի պատասխանը Էլվինան չլսեց, բայց հետո լսեց տռան բախումը եւ մեքենայի շարժիչի ձայնը։ Հակոբը հեռացավ եւ վերադարձավ միայն առավոտյան։ Բայց ամենավատը Սիրանուշն էր։ Նա ապրում էր նույն տանը, սենյակում Էլվինայի դիմացը, եւ նա երբեք չէր թողնում նրան միայնակ։ Երբ Էլվինան իջնում էր ճաշելու, Սիրանուշը նստում էր նրա դիմացը եւ նայում էր, ոչինչ չասելով, միայն նայում էր։ Երբ Էլվինան փորձեց զանգահարել Երևան խոսելու հոր հետ, Սիրանուշը կանգնեց հեռախոսի կողքին եւ լսում էր յուրաքանչյուր բառ։ Հակոբը ասաց Էլվինային, որ նրանք պետք է սպասեն։ «Սիրանուշը կվերադառնա Մոսկվա 2 շաբաթից», ասաց նա։ «Երբ նա գնա, մենք կգործենք»։ Բայց 2 շաբաթը թվում էին 2 տարի։ 1978 թվականի ապրիլի 28-ին Էլվինան տվեց իր առաջին համերգը Ամերիկայում, հայկական եկեղեցու դահլիճում։ Եկել էին 500 մարդ, հիմնականում ծեր հայեր, ովքեր լքել էին Հայաստանը տասնամյակներ առաջ եւ այժմ նստում էին այդ դահլիճում արցունքներով աչքերում, լսելով Էլվինայի ձայնը, որը նրանց տանում էր հետ դեպի կորցրած հայրենիքը։ Էլվինան երգեց կարոտը, Կիրանի ծառը, գարունը Երևանում։ Երբ նա ավարտեց, դահլիճը լռեց, այն ծանր խիտ լռությամբ, որը գալիս է ճշմարիտ արվեստից հետո։ Հետո մեկը սկսեց ծափահարել, եւ ապա բոլորը, եւ Էլվինան կանգնած էր բեմի վրա, զգալով, թե ինչպես նրա ոտքերը դողում են, եւ նա հասկացավ. սա էր նրա նոր կյանքը, սա էր ազատությունը։ Բայց համերգից հետո, երբ նրանք վերադարձան տուն, Սիրանուշը մտավ Էլվինայի սենյակ եւ փակեց դուռը։ Նա նստեց մահճակալի եզրին եւ ասաց. «Ես գիտեմ, որ դուք պլանավորում եք մնալ։ Ես տեսնում եմ ձեր աչքերում»։ Էլվինան փորձեց ժխտել, բայց Սիրանուշը բարձրացրեց ձեռքը։
Միստեք, ասաց նա։ Ես եղել եմ այս աշխատանքում 20 տարի։ Ես տեսել եմ բոլորին։ Եվ ես ձեզ ասում եմ, եթե փորձեք փախչել, ես կգտնեմ ձեզ, եւ ձեր ձայրը կվճարի գինը։ Նրա ձայնը հանգիստ էր, գրեթե քաղցր, բայց Էլվինան տեսավ նրա աչքերում այն սառը, մահացու վճռականությունը, որը ասում էր, սա ոչ թե սպառնալիք էր, այլ խոստում։ Այդ գիշեր Էլվինան չքնեց։ Նա նստած էր պատուհանի մոտ եւ նայում էր Լոս Անջելեսի լույսերին, հազարավոր փոքրիկ աստղերի, որոնք տարածվում էին մինչեւ հորիզոն։ Նա մտածում էր հոր մասին, մտածում էր Վահագնի մասին, մտածում էր Սիրանուշի մասին։ Եվ նա հասկացավ, եթե ուզում էր ազատատվել, նա պետք է դառնար անտեսանելի, պետք է մեռներ առանց մեռնելու։ Բայց ինչպես։ Պատասխանը եկավ անսպասելի կողմից։ Հաջորդ օրը, երբ Էլվինան գնաց շուկա Հակոբի հետ, նրանք հանդիպեցին մի տղամարդու, Դավիթ Ավակյանին, ով աշխատում էր իմիգրացիոն փաստաբան։ Դավիթը եղել էր Հակոբի դպրոցական ընկերը Երևանում, եւ երբ նա տեսավ Էլվինային, նրա աչքերը լայնացան ճանաչումից։ Էլվինա Մակարյան, ասաց նա, ես տեսել եմ ձեզ օպերայի թատրոնում, դուք երգել եք Կարմենը։ Նրանք խոսեցին, եւ Դավիթը հրավիրեց նրանց իր գրասենյակ հաջորդ օրը։ Երբ նրանք գնացին, Դավիթը փակեց դուռը եւ ասաց. Ես կարող եմ օգնել ձեզ մնալ, բայց դուք պետք է հասկանաք, սա կլինի դժվար։ Դուք պետք է խնդրեք քաղաքական ապաստան։ Դուք պետք է ապացուցեք, որ եթե վերադառնաք, ձեզ սպառնում է վտանգ։ Էլվինան նայեց Հակոբին։ Հակոբը կծկեց շրթունքները եւ հանգույց տվեց։ Պատմիչ նրան Վահագնի մասին, ասաց նա։ Եվ Էլվինան պատմեց։ Նա պատմեց ամեն ինչ, սպառնալիքների մասին, շանտաժի մասին, վախի մասին, որը ուղեկցել էր նրան յուրաքանչյուր օր։ Դավիթը լսում էր գրելով նշումներ, եւ երբ Էլվինան ավարտեց, նա ասաց. Սա բավարար է, բայց մենք պետք է գործենք արագ։ Եթե ձեր ուղեկցորդը զեկուցի Մոսկվա, նրանք կարող են պահանջել ձեզ վերադարձնել։ Բայց ով էր Դավիթ Ավակյանը իրականում։ Ինչու էր նա այդքան պատրաստ օգնելու, եւ ինչու Սիրանուշ Գրիգորյանը 3 օր անց հանկարծ հայտարարեց, որ վերադառնում է Մոսկվա, ընտանեկան արտակարգ իրավիճակի պատճառով։ Սիրանուշ Գրիգորյանը հեռացավ 1978 թվականի մայիսի 2-ին, առավոտյան ժամը 6-ին։ Էլվինան դիտեց պատուհանից, թե ինչպես նա նստեց տաքսու մեջ, իր սև ճամպրուկով, եւ մեքենան անհետացավ փողոցի ծայրում։ Միայն երբ մեքենան ամբողջովին անհետացավ, Էլվինան թույլ տվեց իրեն շնչել։ Նա նստեց հատակին, թիկունքը պատին, եւ լաց եղավ առաջին անգամ 3 շաբաթում։ Սրանք չէին ուրախության ցունքներ, ուրախության արցունքներ։ Սրանք էին ազատման արցունքները, բայց նաև վախի, որովհետև Էլվինան գիտեր, իրական պայքարը հենց նոր էր սկսվում։ Հակոբ Թորոսյանը մտավ սենյակ եւ տեսավ նրան հատակին։ Նա չասաց ոչինչ, միայն նստեց նրա կողքին եւ դրեց ձեռքը նրա ուսին։ Նրանք նստեցին այդպես երկար ժամանակ, լռելիային, մինչև արևը սկսեց մտնել պատուհանից եւ լուսավորել սենյակը ոսկեգույն լույսով։ Հետո Հակոբը ասաց. Դավիթը սպասում է մեզ իր գրասենյակում։ Մենք պետք է գնանք հիմա։ Էլվինան լվացավ, հագնվեց եւ նրանք գնացին։ Դավիթ Ավակյանի գրասենյակը գտնվում էր Հոլիվուդում, փոքրիկ շենքի 3-րդ հարկում, որտեղ պատերը ծածկված էին իրավաբանական գրքերով եւ թղթապանակներով։ Դավիթը հանդիպեց նրանց դռան մոտ եւ տարավ իր սենյակ, որտեղ սպասում էր եւս մեկ մարդ, կին, մոտավորապես 40 տարեկան, կարճ շագանակագույն մազերով եւ խիստ գործնական դեմքով։ Սա Ռեբեկա Գոլդմանն է, ներկայացրեց Դավիթը։ Նա մասնագետ է քաղաքական ապաստանի գործերում։ Նա կներկայացնի ձեզ դատարանում։ Ռեբեկան ձեռք տվեց Էլվինային եւ ասաց. Ես կարդացի ձեր պատմությունը, դուք ունեք լավ դեպք, բայց մենք պետք է լինենք պատրաստ դժվար հարցերի։ Հաջորդ 3 ժամվա ընթացքում Ռեբեկան հարցրեց Էլվինային ամեն ինչ։ Նա հարցրեց Վահագնի մասին, սպառնալիքների մասին, KGB-ի մասին, նրա հորսին, նրա հոր մասին։ Նա հարցրեց մանրամասներ, որոնք Էլվինան փորձել էր մոռանալ, Վահագնի ձայնի տոնը, երբ նա սպառնում էր, նրա շնչառության հոտը, երբ նա կանգնում էր շատ մոտ։ Էլվինան պատասխանեց բոլոր հարցերին, թեև յուրաքանչյուր բառ էր ցավ։ Երբ նրանք ավարտեցին, Ռեբեկան ասաց. Մենք կներկայացնենք դիմումը վաղը, բայց դուք պետք է հասկանաք, սովետական կառավարությունը կփորձի ձեզ վերադարձնել։ Նրանք կասեն, որ դուք հանցագործ եք, որ դուք գողացել եք պետական գույք, ձեզ էր տաղանդը։ Մենք պետք է լինենք պատրաստ պայքարի։ Բայց ամենավատ նորությունը եկավ 3 օր անց։ Հակոբը ստացավ հեռախոսազանգ Երևանից, իր եղբորից։ Նրա եղբայրը ասաց, որ ՑԳԲ-ի մարդիկ եկել էին Արշակ Մակարյանի տուն եւ հարցաքննել էին նրան 3 ժամ։ Նրանք ուզում էին իմանալ, թե արդյոք Էլվինան պլանավորել էր փախչել, արդյոք նա ուներ կապեր ամերիկյան հետախուզության հետ, արդյոք նա փոխանցել էր պետական տպարություններ նոր դեմոկրատական կցյոք, նա փոխանցել էր պետական գաղտնիքներ։
Արշակը ժխտել էր ամեն ինչ, բայց նրանք չէին հավատացել։ Նրանք ասացին, որ եթե Էլվինան չվերադառնա, Արշակը կկորցնի իր պենսիան եւ իր բնակարանը։ Նրանք կտեղափոխեն հատուկ բնակավայր, էֆեմիզմ աքսորի համար։ Երբ Էլվինան լսեց սա, նա զգաց, թե ինչպես աշխարհը պտտվում է նրա շուրջը։ Նա նստեց աթոռին եւ ծածկեց դեմքը ձեռքերով։ Ես չեմ կարող, ասաց նա։ Ես չեմ կարող թույլ տալ, որ նրանք վնասեն նրան։ Ես պետք է վերադառնամ։ Բայց Հակոբը սեղմեց նրա ուսերը եւ ասաց. Եթե վերադառնաս, նրանք կոչնչացնեն քեզ։ Եվ քո հայրը կապրի իմանալով, որ նա պատճառը դարձավ քո ոչնչացման։ Դա ավելի վատ է, քան աքսորը։ Էլվինան գիտեր, որ Հակոբը ճիշտ էր, բայց դա չէր դարձնում որոշումը ավելի հեշտ։ Նա անցկացրեց ամբողջ գիշերը քայլելով իր սենյակում, փորձելով գտնել ելք։ Եվ հետո առավոտյան ժամը 4-ին նրան եկավ գաղափարը։ Եթե նա չէր կարող փրկել հորը քաղաքական ճանապարհով, նա կփրկեր նրան այլ կերպ։ Նա կվաստակեր դրամ, շատ դրամ, եւ կուղարկեր այն Հայաստան, ապօրինի գաղտնի ուղիներով։ Նա կվճարեր նրա դեղերը, նրա բնակարանը, նրա կյանքը, եւ նա կաներ դա այնպես, որ ԿԳԲ-ն երբեք չիմանար։ Բայց ինչպես կարող էր նա վաստակել այդքան դրամ։ Նրա համերգները վճարում էին միայն $300 յուրաքանչյուրի համար։ Դա բավարար չէր։ Նա պետք է գտներ այլ ճանապարհ։ Եվ հենց այդ առավոտ, երբ նա իջավ ճաշելու, նա տեսավ հեռուստացույցում մի լուր, որը փոխեց ամեն ինչ։ Լուրը պատմում էր մի փոքր աղջիկա մասին, Մարիա Սանչեսի, ով ապրում էր Լոս Անջելեսում եւ ուներ սրտի հիվանդություն։ Նրա ծնողները չունեին ապահովագրություն եւ չէին կարող վճարել վիրահատության համար, որը արժենում էր $30,000։ Նրանք հավաքում էին դրամ, կազմակերպելով բարեգործական համերգներ եւ վաճառելով տորթեր։ Բայց ժամանակը սպառվում էր, Մարիային մնացել էր միայն 6 ամիս։ Էլվինան նայեց այդ աղջիկա լուսանկարին էկրանին վրա, փոքրիկ նիհար աղջիկ, մեծ շագանակագույն աչքերով, որը ժպտում էր, թեև նա հավանաբար ցավում էր։ Եվ Էլվինան հիասքացավ, թե ինչ պետք է անի։ Նա կտար համերգ Մարիայի համար։ Նա կվաստակեր դրամ նրա վիրահատության համար, բայց ավելին, նա կսկսեր նոր կյանք։ Նա կդառնար այն մարդը, ով փրկում է կյանքներ։ Եվ այդպես նա կհատուցեր իր մեղքը, թողնելու հորը միայնակ։ Նա դարձավ դեպի Հակոբը եւ ասաց. Ես ուզում եմ կազմակերպել համերգ այդ աղջիկա համար։ Հակոբը զարմացավ։ Բայց դու հենց նոր ստացար ապաստան, ասաց նա։ Դու պետք է թաքնվես, մինչև գործը լուծվի։ Էլվինան թափ տվեց գլուխը։ Ես չեմ կարող թաքնվել, ասաց նա։ Ես երգչուհի եմ։ Եթե չեմ երգում, ես մեռած եմ։ Համերգը տեղի ունեցավ 1978 թվականի հունիսի 15-ին Լոս Անջելեսի Վիլշայր թատրոնում։ Եկան 1200 մարդ։ Տոմսերը վաճառվեցին $20 յուրաքանչյուրը։ Էլվինան երգեց 3 ժամ առանց ընդմիջման։ Նա երգեց հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Նա երգեց Մարիայի համար, իր հոր համար, բոլոր կորցրած հոգիների համար։ Երբ նա ավարտեց, դահլիճը կանգնեց եւ ծափահարեց 10 րոպե։ Մարիայի մայրը բարձրացավ բեմ եւ գրկեց Էլվինային լալով։ Նրանք հավաքեցին $24,500։ Դա բավարար էր վիրահատության համար, բայց ամենակարևորը չէր դրամը։ Ամենակարևորը այն էր, որ Էլվինան գտավ իր նպատակը։ Նա հասկացավ, որ կարող է օգտագործել իր ձայնը ոչ միայն արվեստի, այլ փրկության համար։ Եվ այդ գիշեր, երբ նա վերադարձավ տուն եւ նստեց իր սենյակում, նա վերցրեց մի տետր, կարմիր կաշվե կազմով եւ գրեց առաջին անունը՝ Մարիա Սանչես, $30,000, հունիսի 15, 1978։ Սա էր սկիզբը այն ցուցակի, որը կգտնեին 40 տարի անց։ Բայց ով էր երկրորդ անունը այդ ցուցակում։ Եվ ինչու Էլվինան որոշեց երբեք ոչ ոքի չպատմել իր գաղտնի առաքելության մասին։ Ինչից էր նա վախենում։ Երկրորդ անունը ցուցակում էր Դավիթ Ավագյանի եղբորորդին, 12 տարեկան Արամը, ով ապրում էր Գլենդեյլում եւ տառապում էր երիկամների ծանր հիվանդությամբ։ Բայց այդ անունը երբեք չպետք է հայտնվեր այնտեղ, որովհետև Դավիթը խնդրել էր Էլվինային չօգնել իր ընտանիքին, ասելով, որ դա կլիներ շահերի բախում։ Էլվինան համաձայնվել էր նրա դեմքին, բայց գիշերները նա հաշվում էր իր դոլարները եւ գաղտնի ուղարկում էր անանուն ծրարներ Արամի մոր հասցեով։ Ծրարների ներսում էին թղթադրամներ, փաթեթված հին թերթերի մեջ, եւ ոչ մի նամակ, ոչ մի ստորագրություն։ Միայն երբ Արամը հաջողությամբ անցավ երիկամների փոխպատվաստումը 1978 թվականի օգոստոսին, Դավիթը մտավ Էլվինայի սենյակ, ուշ գիշերով, եւ նստեց նրա մահճակալի եզրին։ Նրա աչքերը կարմիր էին, եւ նա դողում էր։ Ես գիտեմ, որ դու եղար, ասաց նա։ Ես գտա քո մատնահետքերը թղթադրամների վրա, երբ լաբորատորիայում ստուգեցի դրանք ուլտրամանուշակագույն լույսի տակ։ Դու օգտագործել ես նույն ձեռնոցները, որոնցով դիպչում ես քո երկարանին։ Էլվինան փորձեց ժխտել, բայց Դավիթը բարձրացրեց ձեռքը։
Մի ստիր ինձ, ասաց նա։ Ես փաստաբան եմ։ Ես գիտեմ, երբ ինչ-որ մեկը թաքցնում է ճշմարտությունը։ Բայց ես եկել եմ ոչ թե մեղադրելու, այլ զգուշացնելու։ Եթե շարունակես այսպես, եթե շարունակես տալ քո վերջին դրամը օտարներին, դու կմեռնես աղքատ եւ միայնակ։ Ով կհոգա քո մասին, երբ դու ինքդ կպետք լինես օգնության։ Էլվինան նայեց նրա աչքերին եւ տեսավ ոչ թե զայրույթ, այլ վախ, իսկական, խորը վախ, որը ծնվում է, երբ տեսնում ես սիրելի մարդուն քայլելիս դեպի անդունդ։ Նա դրեց ձեռքը նրա ձեռքի վրա եւ ասաց. «Դավիթ, ես ապրել եմ ամբողջ կյանքս վախենալով մեռնելուց, բայց հիմա ես վախենում եմ ավելի շատ ապրելուց առանց նպատակի։ Այդ տղան, քո Արամը, նա ապրում է։ Դա իմ նպատակն է»։ Դավիթը ոչինչ չասաց։ Նա միայն գրկեց Էլվինային եւ լաց եղավ նրա ուսին։ Եվ Էլվինան զգաց, թե ինչպես նրա արցունքները թրջում են իր բլուզը, եւ նա հասկացավ, որ այդ պահից սկսած նրանք կապված էին գաղտնիքով, որը ավելի ուժեղ էր, քան արյունը։ Բայց Դավիթի զգուշացումը չէր եղել անիմաստ։ 1978 թվականի սեպտեմբերին Էլվինայի բանկային հաշիվը գրեթե դատարկ էր։ Նա տվել էր 6 համերգ, 6 տարբեր հիվանդների համար, եւ յուրաքանչյուր անգամ նա տվել էր ամբողջ գումարը, առանց պահելու ոչինչ իր համար։ Հակոբ Թորոսյանը սկսեց անհանգստանալ։ Նա տեսավ, թե ինչպես Էլվինան նիհարում էր, թե ինչպես նրա զգեստները դառնում էին ավելի լայն, թե ինչպես նրա աչքերի տակ հայտնվում էին մուգ շրջանակներ։ Մի օր նա տարավ Էլվինային ռեստորան եւ պատվիրեց նրա համար սթեյք, հաստ կարմիր արյունոտ։ Էլվինան նայեց ափսեին եւ զգաց սրտխառնոց։ «Ես չեմ կարող», ասաց նա։ «Ես չեմ կարող ուտել, երբ գիտեմ, որ ինչ-որտեղ մի երեխա քաղցած է մահանում»։ Հակոբը դրեց պատառաքաղը եւ ասաց. «Էլվինա, դու չես Քրիստոս։ Դու չես կարող փրկել բոլորին։ Եթե շարունակես այսպես, դու կփրկես 100 մարդու, բայց կորցնես քեզ»։ Էլվինան գիտեր, որ նա ճիշտ էր, բայց նա չէր կարող կանգ առնել։ Յուրաքանչյուր անգամ, երբ նա տեսնում էր հեռուստացույցում մի նոր պատմություն հիվանդ երեխայի մասին, նա զգում էր ֆիզիկական ցավ, կարծես մեկը սեղմում էր նրա սիրտը ձեռքով։ Նա պետք է օգներ, նա չուներ ընտրություն։ Եվ հետո եկավ այն գիշերը, որը փոխեց ամեն ինչ։ 1978 թվականի հոկտեմբերի 22-ին Էլվինան տվեց համերգ Սանտա Մոնիկայի մի փոքրիկ եկեղեցում 7 տարեկան Թոմաս Ռոդրիգեսի համար, ով ուներ ուղեղի ուռուցք։ Համերգից հետո, երբ մարդիկ հեռացան, Էլվինան մնաց միայնակ եկեղեցում, հավաքելով իր նոտաները։ Հանկարծ նա լսեց քայլերի ձայն իր հետևում։ Նա շրջվեց եւ տեսավ մի տղամարդու, բարձրահասակ, նիհար, մոտավորապես 50 տարեկան, մոխրագույն մազերով եւ աչքերով, որոնք էին այնքան բաց կապույտ, որ գրեթե սպիտակ թվում էին։ Նա հագած էր թանկ կոստյում, մուգ կապույտ, եւ նրա ձեռքերը էին երկար, նրբաբոսկր, վիրաբույժի ձեռքեր։ «Դոկտոր Ջոնաթան Վայթ եմ», ներկայացավ նա։ «Ես եմ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի սրտի վիրաբուժության բաժնի վարիչը։ Ես եկել եմ ձեզ հետ խոսելու»։ Էլվինան զարմացավ, նա երբեք չէր լսել այդ անունը։ Դոկտոր Վայթը նստեց նրա կողքին եկեղեցու նստարանին եւ ասաց. «Ես հետևել եմ ձեր համերգներին վերջին 4 ամիսների ընթացքում։ Ես տեսել եմ, թե ինչ եք անում։ Դուք փրկում եք կյանքներ, բայց դուք անում եք դա անկազմակերպ, քաոսային կերպով։ Դուք տալիս եք դրամ ծնողներին եւ նրանք հաճախ չգիտեն, թե ինչպես օգտագործել այն ճիշտ։ Ես եկել եմ առաջարկելու համագործակցություն։ Եթե դուք աշխատեք ինձ հետ, ես կապահով եմ, որ յուրաքանչյուր $, որը դուք հավաքում եք, գնա ուղղակիորեն բժշկական ծախսերի վրա։ Ես կընտրեմ հիվանդները, ովքեր ամենաշատ կարիք ունեն օգնության։ Եվ ես կապահով եմ, որ նրանք ստանան լավագույն բուժումը»։ Էլվինան նայեց նրա աչքերին եւ փորձեց կարդալ նրա մտքերը։ Ինչու էր այդ մարդը, հայտնի վիրաբույժը, ուզում օգնել նրան։ Ինչ էր նա ուզում դրա դիմաց։ Կարծես կարդալով նրա մտքերը, դոկտոր Վայթը ժպտաց, դառն, հոգնած ժպիտով։ «Դուք մտածում եք, թե ինչ է իմ շահը», ասաց նա։ «Ճշմարտությունն այն է, որ ես կորցրել եմ իմ դստերը 3 տարի առաջ, լեյկեմիայից։ Նրան էր 7 տարեկան։ Ես էի լավագույն սրտի վիրաբույժը Կալիֆոռնիայում, բայց չկարողացա փրկել իմ սեփական երեխային։ Այդ օրվանից ես փնտրում եմ ճանապարհ հատուցելու։ Դուք եք այդ ճանապարհը»։ Էլվինան զգաց, թե ինչպես նրա աչքերը լցվում են արցունքներով։ Նա տեսավ այդ մարդու ցավը, նույն ցավը, որը նա ինքը կրում էր իր հոր համար, իր կորցրած հայրենիքի համար։ Նա մեկնեց ձեռքը եւ դիպչեց նրա ձեռքին։ «Ես համաձայն եմ», ասաց նա, «բայց մեկ պայմանով։ Ոչ ոք չպետք է իմանա իմ անունը։ Ես չեմ ուզում փառք։ Ես ուզում եմ միայն, որ երեխաները ապրեն»։ Դոկտոր Վայթը հանգույց տվեց։ «Դա կլինի դժվար», ասաց նա։ «Մարդիկ ուզում են իմանալ, թե ով է նրանց բարերարը։ Բայց եթե դա է ձեր ցանկությունը, ես կպահպանեմ ձեր գաղտնիքը»։
Եվ այդպես սկսվեց համագործակցությունը, որը կտևեր 40 տարի եւ կփրկեր 273 կյանք։ Բայց ինչու էր Էլվինան պնդում մնալ անանուն։ Արդյոք նա վախենում էր ինչ-որ մեկից, թե նա ուներ այլ, ավելի խորը պատճառ։ 1978 թվականի նոյեմբերին Էլվինան ստացավ նամակ Երևանից։ Նամակը չէր նրա հորից, այն էր Վահագն Սարգսյանից։ Ծրարի ներսում էր մեկ թերթ, գրված ձեռքով, դողդոճուն, գրեթե անընթեռնելի գրերով։ Նամակը սկսվում էր առանց ողջույնի։ Դու մտածում ես, որ փախել ես։ Դու մտածում ես, որ ազատ ես, բայց դու երբեք չես լինի ազատ, որովհետև ես գիտեմ քո գաղտնիքը։ Ես գիտեմ, թե ինչ ես անում Ամերիկայում։ Ես գիտեմ քո բաբարեգործական համերգների մասին։ Եվ ես գիտեմ, որ դու ուղարկում ես դրամ քո հորը ապօրինի ուղիներով։ Մեկ խոսք ինձանից, եւ քո հայրը կգնա բանտ։ Մեկ զանգ, եւ քո ամերիկյան երազանքը կավարտվի։ Բայց ես չեմ անի դա, ոչ դեռ։ Ես սպասում եմ։ Ես սպասում եմ, մինչև դու հասկանաս, որ չես կարող ապրել առանց ինձ։ Մի օր դու կվերադառնաս, եւ ես կլինեմ այստեղ, սպասելով։ Նամակը ստորագրված էր միայն մեկ տառով՝ V։ Էլվինան կարդաց նամակը 3 անգամ, եւ յուրաքանչյուր անգամ նա զգաց, թե ինչպես սառը ձեռքը սեղմում է նրա կոկորդը։ Վահագնը գտել էր նրան։ Նա գիտեր, թե որտեղ է նա։ Եվ ամենավատը, նա դեռ ուներ իշխանություն նրա հոր վրա։ Էլվինան վազեց դեպի հեռախոսը եւ զանգահարեց Երևան։ Հեռախոսը զնգաց 12 անգամ, նախքան ինչ-որ մեկը պատասխանեց։ Դա չէր նրա հայրը։ Դա էր մի կին, ծեր հյուծված ձայնով։ Ո՞վ է, հարցրեց Էլվինան։ Ես փնտրում եմ Արշակ Մակարյանին։ Կինը լռեց երկար ժամանակ եւ հետո ասաց. Արշակ Գրիգորևիչը հիվանդանոցում է։ Նրան տեղափոխեցին 3 սրտի կաթվածով։ Ես եմ նրա հարևանուհին։ Ես եկել եմ ջրելու ծաղիկները։ Էլվինայի ձեռքերը սկսեցին դողալ այնքան ուժգնորեն, որ նա գրեթե գցեց հեռախոսաշփոթը։ Որ հիվանդանոց, հարցրեց նա։ Ես պետք է խոսեմ բժիշկների հետ։ Կինը տվեց հասցեն եւ Էլվինան անջատեց։ Հաջորդ 3 ժամվա ընթացքում Էլվինան կատարեց 17 միջազգային զանգ։ Նա խոսեց բժիշկների, բուժքույրերի, վարչական աշխատակիցների հետ։ Բոլորը ասացին նույն բանը։ Արշակ Մակարյանը ծանր վիճակում էր։ Նրան պետք էր շտապ վիրահատություն, կորոնար արտերիաների շունթավորում, բայց սովետական հիվանդանոցները չունեին անհրաժեշտ սարքավորումները։ Նրան պետք էր տեղափոխել Մոսկվա, բայց դրա համար պետք էր հատուկ թույլտվություն եւ 5000 ռուբլի, գումար, որը հավասար էր 2 տարվա միջին աշխատավարձի։ Էլվինան հարցրեց. Եթե ես ուղարկեմ դրամը, արդյոք նրանք կփրկեն նրան։ Բժիշկը, ով խոսում էր նրա հետ, հանգույց տվեց. Եթե դուք ուղարկեք դրամը, 1 շաբաթում նա ունի 50% հնարավորություն։ Եթե ուղարկեք 2 շաբաթում, նա կմեռնի։ Էլվինան անջատեց հեռախոսը եւ նստեց հատակին։ Նա չուներ 5000 ռուբլի, նա չուներ նույնիսկ $500։ Նա տվել էր ամեն ինչ։ Բայց հետո նա հիշեց դոկտոր Ջոնաթան Վայթի խոսքերը. Եթե երբևէ կարիք ունենաք օգնության, զանգահարեք ինձ։ Նա վերցրեց հեռախոսը եւ զանգահարեց նրան, ուշ գիշերով, ժամը 1-ին։ Դոկտոր Վայթը պատասխանեց առաջին զանգից։ Էլվինան պատմեց նրան ամեն ինչ, հոր մասին, Վահագնի մասին, սպառնալիքների մասին։ Երբ նա ավարտեց, դոկտոր Վայթը ասաց. Ես կուղարկեմ դրամը վաղը առավոտյան, բայց Էլվինա, դուք պետք է հասկանաք, սա չի լուծի ձեր խնդիրը։ Այդ մարդը, Վահագնը, նա երբեք չի կանգ առնի։ Նա կշարունակի սպառնալ ձեզ, մինչև դուք գտնեք ճանապարհ, կանգնեցնելու նրան։ Էլվինան գիտեր, որ նա ճիշտ էր, բայց նա չգիտեր, թե ինչպես կանգնեցնել մարդուն, ով գտնվում էր հազարավոր կիլոմետրեր հեռու եւ ուներ ամբողջ սովետական համակարգի ուժը իր հետևում։ Դրամը ուղարկվեց, եւ Արշակ Մակարյանը տեղափոխվեց Մոսկվա։ Վիրահատությունը տեղի ունեցավ 1978 թվականի դեկտեմբերի 2-ին եւ տևեց 9 ժամ։ Էլվինան անցկացրեց այդ 9 ժամը եկեղեցում, ծնկի եկած, աղոթելով Աստծուն, որին նա չէր հավատում, բայց ում նա հուսով էր, որ գոյություն ունի։ Երբ հեռախոսը զնգաց եւ բժիշկը ասաց վիրահատությունը հաջողված էր, Էլվինան ընկավ հատակին եւ լաց եղավ այնքան ուժգնորեն, որ նրա մարմինը սկսեց ցնցվել ցնցումներից։ Հակոբ Թորոսյանը, ով եկել էր նրա հետ, բարձրացրեց նրան եւ տարավ տուն։ Ամբողջ ճանապարհի ընթացքում Էլվինան կրկնում էր միայն մեկ բառ. շնորհակալություն, շնորհակալություն, ուն, շնորհակալություն։ Բայց երջանկությունը տևեց միայն 3 օր։ 1978 թվականի դեկտեմբերի 5-ին Էլվինան ստացավ եւս մեկ նամակ Վահագնից։ Այս անգամ նամակը կարճ էր։ Ես գիտեմ, որ դու ուղարկեցիր դրամը։ Ես գիտեմ, որ դու փրկեցիր նրան։ Բայց հիմա դու պարտական ես ինձ։
եւ ես կգամ հավաքելու իմ պարտքը։ Էլվինան կարդաց այդ տողերը եւ հասկացավ, որ նա ընկել էր որոքայթի մեջ։ Փրկելով հորը նա տվել էր Վահագնին ավելի մեծ իշխանություն իր վրա։ Հիմա նա գիտեր, որ Էլվինան ունի դրամ։ Հիմա նա գիտեր, որ նա կանի ամեն ինչ պաշտպանելու հորը։ Եվ հիմա նա կարող էր պահանջել ցանկացած բան։ Բայց ինչ էր նա ուզում։ Դրամ? Վրեժ? Թե ինչ որ ավելի մութ, ավելի ծանր բան։ Պատասխանը եկավ 1971 թվականի հունվարին։ Վահագն Սարգսյանը հայտնվեց Լոս Անջելեսում։ Նա չզանգահարեց նախապես, նա չգրեց նամակ։ Նա պարզապես հայտնվեց Հակոբ Թորոսյանի դռան առջև մի ցուրտ կիրակի առավոտ, երբ անձրև էր գալիս եւ երկինքը գորշ էր, ինչպես մոխիրը։ Հակոբը բացեց դուռը եւ տեսավ նրան նիհար, բարձրահասակ, հագած սև կաշվե բաճկոն, որը փայլում էր անձրևից։ Վահագնի դեմքը փոխվել էր վերջին տարիների ընթացքում։ Նա ավելի ծեր էր թվում, ավելի հյուծված, եւ նրա աչքերում էր մի բան, որը Հակոբը անմիջապես ճանաչեց՝ խելագարություն։ Ոչ թե բարձրաձայն բուռն խելագարություն, այլ հանգիստ, սառը, հաշվարկված խելագարությունը մարդու, ով կորցրել է ամեն ինչ եւ այլևս չունի կորցնելու ոչինչ։ Ես եկել եմ տեսնելու Էլվինային, ասաց Վահագնը ռուսերեն, նրա ձայնը հարթ անզգացմունք։ Հակոբը փորձեց փակել դուռը, բայց Վահագնը դրեց ոտքը դռան ճեղքի մեջ։ Եթե չթողնես ինձ ներս, ես կգնամ ոստիկանություն, ասաց նա։ Ես կասեմ նրանց, որ Էլվինա Մակարյանը փախստական է, որ նա գողացել է սովետական պետությունից եւ ապօրինի ապրում է այստեղ։ Ես ունեմ փաստաթղթեր, ես ունեմ ապացույցներ։ Հակոբը գիտեր, որ սա սուտ էր։ Էլվինան ուներ օրինական ապաստան, բայց նա նաեւ գիտեր, որ Վահագնը կարող էր ստեղծել խնդիրներ, շատ խնդիրներ։ Նա կարող էր գնալ մամուլ, կարող էր պատմել Էլվինայի պատմությունը այնպես, որ նա թվար դավաճան, անբարոյական կին, ով թողել էր հիվանդ հորը եւ փախել էր Ամերիկա, փառքի եւ դոլարների համար։ Հակոբը բացեց դուռը եւ Վահագնը մտավ։ Նա նստեց սրահի բազկաթոռին եւ սպասեց։ Հակոբը բարձրացավ վերև եւ թակեց Էլվինայի դռանը։ Երբ նա բացեց, Հակոբը տեսավ նրա դեմքին վախը, իսկական, կենդանի վախը, որը ծնվում է, երբ տեսնում ես քո ամենավատ գիշերային ընկերոջը կյանքում։ Նա այստեղ է, ասաց Հակոբը։ Վահագնը այստեղ է։ Էլվինան նստեց մահճակալի եզրին եւ ծածկեց դեմքը ձեռքերով։ Ես չեմ կարող տեսնել նրան, ասաց նա։ Ես չեմ կարող։ Բայց Հակոբը ասաց. Դու պետք է։ Եթե չտեսնես, նա երբեք չի հեռանա։ Նա կմնա այստեղ ստվերի պես, մինչև դու դիմակայես նրան։ Էլվինան իջավ աստիճաններով դանդաղ, յուրաքանչյուր քայլ էր տանջանք։ Երբ նա մտավ սրահ, Վահագնը կանգնեց։ Նրանք նայեցին միմյանց աչքերին, երկար, լուռ, եւ այդ լռության մեջ էր ամբողջ պատմությունը, սպառնալիքները, վախը, ատելությունը, այն խեղված սերը, որը վերածվել էր ամենավոր, վերածվել էր ամենավտանգավոր զենքի։ Վահագնը առաջինը խոսեց. Դու գեղեցիկ ես, ասաց նա։ Ամերիկան քեզ սազում է, բայց դու չես կարող թաքնվել հավերժ։ Ես գտա քեզ, եւ ես կգտնեմ քեզ կրկին, եթե փորձես փախչել։ Էլվինան ոչինչ չասաց։ Նա միայն նայում էր նրան, այդ մարդուն, ով մի ժամանակ եղել էր պարզապես նյարդայնացնող, բայց հիմա դարձել էր նրա գոյության սպառնալիք։ Վահագնը մոտեցավ նրան եւ հանեց իր գրպանից մի ծրար։ Սա քեզ համար է, ասաց նա։ Էլվինան վերցրեց ծրարը դողացող ձեռքերով։ Ներսում էր լուսանկար, հին, սև սպիտակ, որտեղ երևում էր Էլվինան եւ Վահագնը կանգնած Երևանի օպերայի թատրոնի դիմաց։ Լուսանկարը վերցված էր 1970 թվականին, երբ նրանք դեռ աշխատում էին միասին։ Բայց լուսանկարի հետևում գրված Վահագնի ձեռագրով էր մի նախադասություն. Սա ապացույցն է, որ դու ինձ սիրել ես, եւ մի օր դու կվերադառնաս այդ սերը։ Էլվինան նայեց լուսանկարին եւ զգաց սրտխառնոց։ Նա երբեք չէր սիրել Վահագնին, նա երբեք չէր տվել նրան հույս։ Բայց նրա մտքում այդ լուսանկարը էր ապացույց մի սերի, որը երբեք չէր եղել, բայց որը նա կառուցել էր իր պատրանքների մեջ։ Ինչ ես ուզում, հարցրեց Էլվինան վերջապես գտնելով իր ձայնը։ Վահագնը ժպտաց, այն ժպիտով, որը սառեցնում էր արյունը։ Ես ուզում եմ, որ դու վերադառնաս, ասաց նա։ Ես ուզում եմ, որ դու գաս Երևան եւ ամուսնանաս ինձ հետ։ Եթե անես դա, ես կթողնեմ քո հորը խաղաղության մեջ։ Եթե մերժես, ես կապահով եմ, որ նա անցկացնի իր մնացած օրերը տառապանքի մեջ։ Էլվինան նայեց նրա աչքերին եւ տեսավ, որ նա լրջորեն է խոսում։ Սա չէր դատարկ սպառնալիք, սա էր վերջնագիր։ Նա պետք է ընտրեր իր ազատությունը կամ իր հոր կյանքը։ Բայց նախքան Էլվինան կարողանար պատասխանել, դուռը բացվեց եւ ներս մտավ դոկտոր Ջոնաթան Վայթը։
Նա եկել էր անսպասելիորեն եւ նրա ձեռքում էր մի թղթապանակ։ Նա նայեց Վահագնին եւ ասաց. «Դուք պետք է հեռանաք հիմա»։ Վահագնը շրջվեց դեպի նրան եւ ծիծաղեց։ «Ո՞վ եք դուք»։ հարցրեց նա։ «Էլվինայի նոր պաշտպա՞նը»։ Դոկտոր Վայթը չպատասխանեց։ Նա միայն բացեց թղթապանակը եւ հանեց մի փաստաթուղթ։ «Սա արգելանքի հրաման է», ասաց նա։ «Ես ներկայացրի այն դատարան 3։ Դուք չեք կարող մոտենալ Էլվինա Մակարյանին 100 մետրից պակաս հեռավորության վրա։ Եթե խախտեք այս հրամանը, ձեզ կձերբակալեն»։ Վահագնի դեմքը կարմրեց։ Նա խլեց փաստաթուղթը դոկտոր Վայթի ձեռքից եւ կարդաց այն։ Հետո նա պատռեց այն կեսից եւ նետեց հատակին։ «Սա ոչինչ է», ասաց նա։ «Ես ունեմ կապեր, ես ունեմ ուժ։ Դուք չեք կարող պաշտպանել նրան»։ Բայց դոկտոր Վայթը մնաց հանգիստ։ Նա հանեց իր գրպանից մի փոքրիկ ձայնագրիչ եւ սեղմեց կոճակը։ Վահագնի ձայնը հնչեց սենյակում։ «Ես ուզում եմ, որ դու վերադառնաս։ Եթե մերժես, ես կապահովեմ, որ նա անցկացնի իր մնացած օրերը տառապանքի մեջ»։ Վահագնի դեմքը դարձավ մոխրագույն։ «Դուք ձայնագրեցիք ինձ», ասաց նա։ «Դա ապօրինի է»։ Դոկտոր Վայթը ժպտաց։ «Կալիֆոռնիայում թույլատրվում է ձայնագրել զրույցները, եթե մեկ կողմը տալիս է համաձայնություն», ասաց նա։ «Ես տվեցի համաձայնություն, եւ հիմա ես ունեմ ապացույց ձեր սպառնալիքների։ Եթե չհեռանաք հիմա, հիմա ես կտանեմ այս ձայնագրությունը ոստիկանություն եւ AMN-ի պետական դեպարտամենտ։ Դուք կորցնեք ձեր վիզան։ Դուք երբեք չեք կարողանա վերադառնալ այս երկիր»։ Վահագն Սարգսյանը կանգնեց այնտեղ լռելիայն, նրա ձեռքերը ծալված բռունցքների մեջ, նրա շնչառությունը արագ, ցասումից։ Հետո նա շրջվեց դեպի Էլվինան եւ ասաց. «Սա չի ավարտվել։ Ես կվերադառնամ»։ Նա դուրս եկավ տնից, բախելով դուռը այնքան ուժգնորեն, որ պատուհանները դողացին։ Էլվինան նստեց հատակին եւ սկսեց լալ, ոչ թե ուրախությունից, այլ հոգնածությունից։ Այն խորը ոսկորների հոգնածությունից, որը գալիս է տարիների վախից եւ լարվածությունից։ Դոկտոր Վայթը նստեց նրա կողքին եւ ասաց. «Նա չի վերադառնա։ Ես կապահովեմ դա»։ Բայց Էլվինան գիտեր ճշմարտությունը։ Վահագնը միշտ կլիներ այնտեղ, ստվերի պես, սպասելով իր պահին։ Եվ նա պետք է ապրեր այդ ստվերի հետ, մինչև իր կյանքի վերջ։ Բայց արդյոք դոկտոր Ջոնաթան Վայթը իսկապես պաշտպանեց Էլվինային բարության համար, թե նա ուներ իր սեփական պատճառները պահելու նրան մոտ։ Եվ ինչու Վահագն Սարգսյանը 3 ամիս անց հայտնվեց մահացած Մոսկվայի իր բնակարանում։ Պաշտոնապես սրտի կաթվածից, թեև նրա հարևանները լսեցին վեճի ձայները այդ գիշերը։ Երբ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի արխիվապահը բացեց այն փոշոտ տուփը, պիտակավորված անանուն նվիրատուներ 1971-1988, նրա ձեռքերը սկսեցին դողալ։ Ներսում էին հարյուրավոր ծրարներ, յուրաքանչյուրը պարունակում էր կանխիկ դոլարներ, փաթեթված հին թերթերի մեջ եւ ոչ մի ստորագրություն, ոչ մի հասցե։ Բայց ամենաանսպասելին էր փոքրիկ նոթատետրը տուփի հատակին, կարմիր կաշվե կազմով, որտեղ նուրբ, գրեթե անտեսանելի ձեռագրով գրված էին անուններ, ամսաթվեր եւ գումարներ։ Արխիվապահը Մարգարետ Չենը, ով աշխատել էր հիվանդանոցում 28 տարի, երբեք չէր տեսել նման բան։ Նա տարավ տետրը դոկտոր Ջոնաթան Վայթի գրասենյակ, բայց դուռը փակ էր եւ քարտուղարուհին ասաց. «Դոկտոր Վայթը հեռացավ 5 տարի առաջ։ Նա տեղափոխվեց Բոստոն եւ այլևս չի աշխատում այստեղ»։ Մարգարետը բացեց տետրը եւ սկսեց կարդալ անունները. Մարիա Սանչես, Արամ Ավակյան, Թոմաս Ռոդրիգես, Լիսա Չեն, Դավիթ Պետրոսյան։ Յուրաքանչյուր անուն էր փրկված կյանք։ Յուրաքանչյուր ամսաթիվ էր հրերաշք, որը տեղի էր ունեցել լռության մեջ։ Բայց ով էր այդ անանուն հրեշտակը, ով 12 տարի շարունակ ուղարկել էր դրամ, առանց երբևէ պահանջելու ճանաչում։ Եվ ինչու վճարումները հանկարծ դադարեցին 1988 թվականին, հենց այն տարին, երբ Էլվինա Մակարյանը անհետացավ հանրային կյանքից։ Ճշմարտությունն այն էր, որ 1988 թվականը եղավ այն տարին, երբ Էլվինայի մարմինը սկսեց նրան դավաճանել։ Առաջին նշանները եկան գարնանը, երբ նա զգաց անսովոր հոգնածություն թյուն իր ձախ ձեռքում։ Սկզբում նա մտածեց, որ դա պարզապես ճնշումն էր, նա տվել էր 17 համերգ 3 ամսում, եւ նրա մարմինը պարզապես կարիք ուներ հանգստի։ Բայց հետո եկավ ցավը, սուր, կծող ցավ, որը սկսվում էր նրա կրծքավանդակից եւ տարածվում էր դեպի ձախ թև։ Մի գիշեր, երբ նա վերադառնում էր համերգից Պասադենայից, ցավը դարձավ այնքան ուժեղ, որ նա ստիպված եղավ կանգնեցնել մեքենան ճանապարհի եզրին։ Նա նստեց այնտեղ, ձեռքերը սեղմած ղեկին, շնչելով խորը, փորձելով հաղթահարել ցավի ալիքները, որոնք ողողում էին նրա մարմինը։ Երբ ցավը վերջապես անցավ,
Նա նայեց հետևից հայելուն եւ տեսավ իր դեմքը, գորշ, քրտնած, աչքերը լայնացած վախից։ Նա գիտեր, որ ինչ-որ բան սխալ էր, բայց նա չէր ուզում իմանալ ինչ, որովհետև եթե նա իմանար, նա պետք է դադարեր երգել, եւ եթե դադարեր երգել, նա չէր կարողանա փրկել կյանքներ, եւ եթե չէր կարողանա փրկել կյանքներ, ապա ինչի համար էր նա ապրում։ Բայց դոկտոր Ջոնաթան Վայթը նկատեց։ Նա միշտ նկատում էր։ 1988 թվականի մայիսին, երբ Էլվինան եկավ նրա գրասենյակ հանձնելու հերթական ծրարը, դոկտոր Վայթը նայեց նրա դեմքին եւ ասաց. «Դուք հիվանդ եք»։ Էլվինան փորձեց ժպտալ։ «Ես պարզապես հոգնած եմ», ասաց նա։ Բայց դոկտոր Վայթը թափ տվեց գլուխը։ «Ես բժիշկ եմ 25 տարի», ասաց նա։ «Ես տեսնում եմ մահը մարդկանց աչքերում, նախքան նրանք ինքնին տեսնեն։ Դուք ունեք սրտի խնդիր։ Ես կասնել դեռ կարող եմ տեսնել դա ձեր շնչառությունից, ձեր մաշկի գույնից, ձեր շարժումների դանդաղությունից»։ Նա վերցրեց Էլվինայի ձեռքը եւ զգաց նրա զարկերակը։ Նրա դեմքը մռայլվեց։ «Ձեր սիրտը բաբախում է անկանոն», ասաց նա։ «Դուք պետք է գնաք հիվանդանոց հիմա»։ Էլվինան քաշեց իր ձեռքը հետ։ «Ես չեմ կարող», ասաց նա։ «Ես ունեմ համերգ 2 օր անց, փոքրիկ Ռոբերտո Գարսիայի համար, նրան պետք է վիրահատություն 5 օրից»։ Դոկտոր Վայթը կծկեց շրթունքները։ «Էլվինա, եթե դուք չգնաք հիվանդանոց, դուք կմեռնեք բեմի վրա», ասաց նա։ «Եվ ապա ով կփրկի Ռոբերտոին, ով կփրկի բոլոր մյուսներին»։ Բայց Էլվինան արդեն կայացել էր որոշումը։ Նա տվեց այդ համերգը, եւ հաջորդը, եւ հաջորդը։ Յուրաքանչյուր համերգից առաջ նա խմում էր ուժեղ սուրճ եւ կուլ էր տալիս ցավազրկող դեղահաբեր, որոնք գնել էր առանց բժշկական դեղատոմսի։ Յուրաքանչյուր համերգից հետո նա վերադառնում էր տուն եւ պառկում էր մահճակալին, շնչելով ծանր, զգալով, թե ինչպես նրա սիրտը պայքարում է յուրաքանչյուր բաբախման համար։ Հակոբ Թորոսյանը տեսնում էր դա եւ աղաչում էր նրան դադարեցնել, բայց Էլվինան ասում էր միշտ նույն բանը. «Ես դադարեցնելու եմ շուտով, միայն եւս մեկ համերգ, միայն եւս մեկ երեխա»։ Բայց եւս մեկ երեխան երբեք չէր լինում վերջինը։ 1988 թվականի հոկտեմբերին Էլվինայի ցուցակում արդեն 185 անուն կար։ 185 փրկված կյանք, բայց նրա սեփական կյանքը սպառվում էր։ Նրա մարմինը դարձել էր ստվեր, նիհար, թափանցիկ, կարծես նա դանդաղորեն անհետանում էր։ Նրա մազերը, որոնք մի ժամանակ եղել էին հաստ եւ փայլուն, հիմա բարակ էին եւ կոտրվում էին։ Նրա մաշկը ձեռք էր առել մոմի գույնը։ Բայց ամենավատը նրա ձայնն էր, ինն էր։ Այն սկսել էր փոխվել, կորցնել իր ուժը, իր խորությունը։ Երբ նա երգում էր բարձր նոտաները, նրա ձայնը դողում էր, եւ նա պետք է լարվեր, որպեսզի պահեր այն կայուն։ Մարդիկ դեռ ծափահարում էին, բայց Էլվինան լսում էր այն փոքրիկ լռությունը նրանց ծափերի մեջ, այն հարցական լռությունը, որը ասում էր. ինչ որ բան փոխվել է։ 1988 թվականի դեկտեմբերի 12-ին Էլվինան տվեց իր վերջին համերգը։ Դա էր բարեգործական երեկո Սանտա Բարբարայի մի փոքրիկ եկեղեցում, 8 տարեկան Աննա Մարտինեսի համար, ով ուներ ուղեղային ուռուցք։ Եկել էին 250 մարդ, եւ եկեղեցին լի էր մոմերի լույսով եւ ծաղիկների հոտով։ Էլվինան բարձրացավ բեմ հագած պարզ սև զգեստ, առանց զարդերի, առանց մեյքափ։ Նա նայեց դահլիճին եւ տեսավ բոլոր այն դեմքերը, հույսով լի, սպասող, հավատացող, որ նրա ձայնը կարող է ստեղծել հրաշք։ Նա սկսեց երգել կարոտը, այն երգը, որը նա երգել էր հազարավոր անգամ, այն երգը, որը խոսում էր կորցրած հայրենիքի, կորցրած սիրո, կորցրած երազանքների մասին։ Բայց այս անգամ, երբ նա հասավ երկրորդ տանը, նրա ձայնը կոտրվեց։ Ոչ թե դանդաղ գեղեցիկ կերպով, այլ հանկարծ, կոպիտ, կարծես ինչ-որ մեկը կտրեց լարը նրա կոկորդում։ Նա փորձեց շարունակել, բայց ձայնը չէր գալիս։ Նա բացեց բերանը, բայց դուրս եկավ միայն շշուկ, կոտրված անօգուտ շշուկ։ Դահլիճը լռեց։ Մարդիկ նայում էին նրան, շփոթված, անհանգիստ։ Էլվինան կանգնած էր բեմի վրա զգալով, թե ինչպես սենյակը սկսում է պտտվել նրա շուրջը։ Նա տեսավ մոմերի լույսերը, պտտվող, միախառնվող, վերածվելով մի մեծ ոսկեգույն շառավղի։ Նա լսեց ինչ-որ մեկի ձայնը, հեռվից, կանչող նրա անունը։ Հետո նա զգաց, թե ինչպես նրա ոտքերը թուլանում են, եւ նա ընկավ։ Վերջին բանը, որ նա տեսավ նախքան գիտակցությունը կորցնելը, էր եկեղեցու առաստաղը, բարձր, սպիտակ, ծածկված հրեշտակների պատկերներով, ովքեր նայում էին նրան իրենց հանգիստ, անտարբեր աչքերով։ Երբ Էլվինան արթնացավ, նա էր հիվանդանոցի սենյակում։ Սպիտակ պատեր, սպիտակ շերտեր, սպիտակ լույս, որը ցավեցնում էր աչքերը։ Նրա կրծքավանդակին կցված էին լարեր, որոնք տանում էին դեպի մեքենա, որը արձագանքում էր յուրաքանչյուր սրտի բաբախմանը։ Նրա ձախ ձեռքին էր ներերակային խողովակ։
Նա փորձեց շարժվել, բայց նրա մարմինը չէր հնազանդվում։ Դուռը բացվեց եւ ներս մտավ դոկտոր Ջոնաթան Վայթը։ Նրա դեմքը հին էր թվում, հոգնած, եւ նրա աչքերում Էլվինան տեսավ ինչ-որ բան, որը նա երբեք չէր տեսել նախկինում։ Վախ։ Դոկտոր Վայթը նստեց նրա մահճակալի եզրին եւ վերցրեց նրա ձեռքը։ Էլվինա, ասաց նա, դուք ունեցաք սրտի կաթված, ոչ թե մեծ, բայց բավականաչափ լուրջ։ Ձեր սիրտը վնասված է։ Դուք պետք է դադարեցնեք երգելը։ Դուք պետք է դադարեցնեք ամեն ինչ եւ հանգստանաք։ Էլվինան նայեց նրա աչքերին։ Որքան ժամանակ, հարցրեց նա, որքան ժամանակ ունեմ։ Դոկտոր Վայթը լռեց երկար ժամանակ։ Հետո նա ասաց. Եթե դուք հանգստանաք, եթե վերցնեք դեղերը, եթե խուսափեք սթրեսից, դուք կարող եք ապրել 10 տարի, գուցե ավելի։ Բայց եթե շարունակեք այնպես, ինչպես եղել եք, համերգները, լարվածությունը, անկոնությունը, դուք ունեք 1 տարի, գուցե պակաս։ Էլվինան փակեց աչքերը։ 10 տարի հանգիստ կյանք կամ 1 տարի անելով այն, ինչի համար նա ծնվել էր։ Ընտրությունը պարզ էր։ Նա բացեց աչքերը եւ ասաց. Ես ուզում եմ տեսնել իմ ցուցակը։ Դոկտոր Վայթը հանեց իր պայուսակից այն կարմիր կաշվե տետրը եւ դրեց Էլվինայի ձեռքերում։ Էլվինան բացեց այն եւ սկսեց կարդալ անունները, դանդաղ, ուշադիր, յուրաքանչյուր անունը արտասանելով իր մտքում։ Երբ նա հասավ վերջին էջին, նա տեսավ, որ դեռ կար տեղ եւս 88 անունների համար։ 88 դատարկ տող, որոնք սպասում էին լրացվելու։ Ես պետք է լրացնեմ այս էջերը, ասաց Էլվինան։ Դոկտոր Վայթը թափ տվեց գլուխը։ Դուք չեք կարող, ասաց նա։ Ձեր մարմինը չի դիմանա։ Բայց Էլվինան նայեց նրա աչքերին այնպիսի վճռականությամբ, որը դոկտոր Վայթը գիտեր, անօգուտ է վիճել։ Ապա օգնեք ինձ, ասաց Էլվինան։ Գտեք ճանապարհ, որպեսզի ես կարողանամ շարունակել։ Գուցե ես չեմ կարող երգել, բայց ես կարող եմ գտնել այլ ճանապարհներ, հավաքելու դրամ։ Դոկտոր Վայթը մտածեց երկար ժամանակ։ Հետո նա ասաց. Կա մեկ ճանապարհ, բայց դա պահանջում է, որ դուք լիովին վստահ եք ինձ։ Դուք պետք է թույլ տաք, որ ես վերցնեմ վերահսկողությունը։ Էլվինան հանգույց տվեց։ Ես վստահում եմ ձեզ, ասաց նա։ Եվ այդպես սկսվեց նոր փուլը։ Փուլը, երբ Էլվինա Մակարյանը դարձավ ուրվական, երբ նրա անունը անհետացավ թերթերից եւ հեռուստատեսությունից, բայց նրա գործը շարունակվեց, ավելի խորը, ավելի գաղտնի, ավելի վտանգավոր։ Բայց ինչպես կարող էր Էլվինան շարունակել փրկել կյանքներ, երբ նա ինքը մահանում էր։ Եվ ինչու դոկտոր Ջոնաթան Վայթը 3 ամիս անց հանկարծ հեռացավ Լոս Անջելեսից եւ տեղափոխվեց Բոստոն առանց բացատրության, առանց հրաժեշտի, թողնելով միայն մի փակ ծրար Էլվինայի համար։ Ծրարի ներսում, որը դոկտոր Ջոնաթան Վայթը թողել էր Էլվինայի համար, կային 3 բան. մի հատ բանալի, մի թերթ, գրված նրա ձեռագրով, եւ մի փոքրիկ սև տուփ, որի ներսում էր ոսկյա խաչիկ, հին, մաշված, կախված բարակ շղթայից։ Էլվինան նստած էր իր հիվանդանոցային մահճակալի եզրին եւ կարդում էր նամակը, դանդաղ, յուրաքանչյուր բառը կշռելով իր մտքում։ Նամակը սկսվում էր առանց ողջույնի։ Էլվինա, մինչև դուք կարդաք սա, ես արդեն կլինեմ հեռու։ Ես չեմ կարող բացատրել ամեն ինչ, բայց դուք պետք է իմանաք, ես հեռանում եմ ոչ թե որովհետև ուզում եմ, այլ որովհետև պետք է։ Կան մարդիկ, ովքեր սկսել են հարցեր տալ իմ մասին, իմ կապերի մասին ձեզ հետ, այն դրամի մասին, որը մենք տեղափոխել ենք տարիների ընթացքում։ Նրանք կասկածում են, որ մենք անում ենք ինչ-որ ապօրինի բան։ Նրանք սխալվում են, բայց եթե ես մնամ, նրանք կքննեն ձեզ եւ դեր գաղտնիքը կբացահայտվի։ Ես չեմ կարող թույլ տալ դա։ Էլվինան շարունակեց կարդալ։ Նրա սիրտը բաբախում էր անկանոն, մեքենան նրա կողքին արձագանքում էր յուրաքանչյուր անկանոն զարկին։ Բանալին բացում է մի պահեստարան Սանտա Մոնիկայի առաջին ազգային բանկում։ Պահեստարանի համարը 517։ Այնտեղ դուք կգտնեք բավականաչափ դրամ, շարունակելու ձեր գործը հաջորդ 10 տարիների համար։ Դա իմ խնայողությունն է, իմ ամբողջ կյանքի աշխատանքը։ Ես չունեմ ընտանիք, չունեմ ժառանգներ։ Դուք եք միակ մարդը, ում համար ես երբևէ հոգացել եմ այն օրվանից, երբ իմ դուստրը մեռավ։ Օգտագործեք այդ դրամը իմաստուն կերպով։ Փրկեք այն երեխաներին, որոնց ես չկարողացա փրկել։ Նամակը ավարտվում էր մի նախադասությամբ, որը Էլվինան կարդաց 3 անգամ, փորձելով հասկանալ դրա իսկական իմաստը։ Խաչիկը պատկանում էր իմ դստերը։ Նա հագել էր այն գիշերը, երբ մեռավ։ Հիմա այն պատկանում է ձեզ։ Կրեք այն եւ հիշեք, յուրաքանչյուր կյանք, որը դուք փրկում եք, փրկում է նաեւ ինձ։ Էլվինան փակեց նամակը եւ բռնեց խաչիկը իր ձեռքում։ Այն էր ծանր, ավելի ծանր, քան նա սպասում էր, եւ երբ նա նայեց ավելի մոտից,
Նա տեսավ, որ դրա հետևում փորագրված էր մի անուն. Էմիլի Վայթ, 1955-1978։ 3 տարի։ Դոկտոր Վայթի դուստրը ապրել էր միայն 3 տարի։ Էլվինան զդարի։ Էլվինան զգաց, թե ինչպես արցունքները լցվում են նրա աչքերում, բայց նա չթողեց դրանք ընկնել։ Նա դրեց խաչիկը իր պարանոցին եւ զգաց դրա սառը մետաղը իր մաշկի վրա։ Դա էր խոստում շարունակելու, խոստում չմոռանալու, խոստում, որ Էմիլի Վայթի կյանքը թեև կարճ չէր եղել անիմաստ։ Երբ Էլվինան դուրս եկավ հիվանդանոցից 1981 թվականի հունվարին, նա գիտեր, որ նրա կյանքը փոխվել էր անդառնալիորեն։ Նա այլևս չէր կարող երգել։ Նրա ձայնը, որը մի ժամանակ եղել էր նրա ամենամեծ զենքը, հիմա էր կոտրված, անօգտագործելի։ Բայց նա ուներ ինչ-որ բան ավելի արժեքավոր՝ նպատակ եւ միջոցներ այդ նպատակին հասնելու համար։ Նա գնաց Սանտա Մոնիկայի առաջին ազգային բանկ եւ բացեց պահեստարանը։ Ներսում էր մի մեծ մետաղյա տուփ, եւ երբ նա բացեց այն, նա տեսավ ավելին, քան նա երբևէ պատկերացրել էր։ Դոլարների փաթեթներ, խնամքով կազմակերպված, պիտակավորված ամսաթվերով եւ գումարներով։ Էլվինան սկսեց հաշվել. 10,000, 20,000, 50,000։ Երբ նա ավարտեց, ընդհանուր գումարը հասավ $217,000։ Դա էր ողջ հարստություն, բավականաչափ, որպեսզի նա ապրեր հարմարավետ կյանքով մինչև իր մահը։ Բայց Էլվինան գիտեր, որ նա երբեք չէր օգտագործի այդ դրամը իր համար։ Յուրաքանչյուր դոլար պետք է գնար երեխաներին։ Բայց ինչպես կարող էր նա շարունակել իր գործը առանց դոկտոր Վայթի։ Ով կընտրեր հիվանդները, ով կապահովեր, որ դրամը գնա ճիշտ տեղը։ Էլվինան անցկացրեց 3 շաբաթ, մտածելով, պլանավորելով, փնտրելով լուծում։ Հետո նա հիշեց մի անուն՝ Դավիթ Ավագյան, փաստաբանը, ով օգնել էր նրան ստանալ ապաստան 10 տարի առաջ։ Նա զանգահարեց նրան, եւ նրանք հանդիպեցին մի փոքրիկ սրճարանում Գլենդեյլում։ Դավիթը ավելի ծեր էր հիմա։ Նրա մազերը ամբողջովին մոխրագույն էին, եւ նրա դեմքը ծածկված էր կնճիռներով, բայց նրա աչքերը դեռ էին նույն՝ խելացի, ուշադիր, բարի։ Էլվինան պատմեց նրան ամեն ինչ՝ համերգների մասին, ցուցակի մասին, դոկտոր Վայթի մասին, դրամի մասին։ Երբ նա ավարտեց, Դավիթը լռեց երկար ժամանակ, խառնելով իր սուրճը, նայելով պատուհանից դեպի փողոցը։ Դուք գիտեք, թե ինչ եք խնդրում ինձանից, ասաց նա վերջապես։ Դուք խնդրում եք, որ ես դառնամ ձեր համագործակիցը մի գործում, որը կարող է մեզ երկուսին ուղարկել բանտ, եթե սխալ մարդիկ իմանան։ Էլվինան հանգույց տվեց։ Ես գիտեմ, ասաց նա։ Եվ ես չեմ սպասում, որ դուք համաձայնվեք, բայց ես չունեմ ուրիշում դիմել։ Դուք եք միակ մարդը, ում ես վստահում եմ։ Դավիթը նայեց նրա աչքերին եւ տեսավ այնտեղ ինչ-որ բան, որը նրան հիշեցրեց իր սեփական մայրը։ Այն անսասան վճռականությունը, որը գալիս է, երբ մարդը գիտի, որ նրա ժամանակը սահմանափակ է, եւ նա պետք է օգտագործի յուրաքանչյուր մնացած րոպեն։ Լավ, ասաց նա, ես կօգնեմ ձեզ, բայց մենք պետք է անենք դա ճիշտ կերպով։ Մենք պետք է ստեղծենք կառույց, օրինական, թափանցիկ, որպեսզի ոչ ոք չկարողանա մեղադրել մեզ։ Եվ այդպես ծնվեց հրեշտակի հիմնադրամը։ Փոքրիկ գաղտնի կազմակերպություն, որը գոյություն ուներ միայն թղթի վրա, բայց որի ազդեցությունը տարածվում էր ամբողջ Կալիֆոռնիայում։ Դավիթ Հավաքյանը դարձավ դրա օրինական ներկայացուցիչը, իսկ Էլվինան մնաց անանուն, ստվերային բարերարը, ով երբեք չհայտնվեց հանրությանը։ Նրանք մշակեցին համակարգ։ Դավիթը կապ էր պահպանում տեղական հիվանդանոցների հետ, կստանար ցուցակներ երեխաների, ովքեր կարիք ունեին շտապ բժշկական օգնության, բայց ում ընտանիքները չունեին դրամ։ Էլվինան կանցնի այդ ցուցակները, կընտրեր ամենաանհրաժեշտ դեպքերը, եւ Դավիթը կտեղափոխեր դրամը ուղղակիորեն հիվանդանոցներին, անանուն նվիրատվության տեսքով։ Ոչ ոք չգիտեր, թե որտեղից էր գալիս դրամը։ Ոչ ոք չգիտեր Էլվինայի անունը։ Նա էր ուրվական, անտեսանելի, գոյություն ունեցող միայն իր գործերի միջոցով։ Բայց անտեսանելիությունը ուներ իր գինը։ 1981 թվականի ամռանը Էլվինան ստացավ նամակ Երևանից։ Այս անգամ այն նրա հորից էր, Արշակ Մակարյանից։ Նամակը գրված էր դողացող ձեռքով։ Տառերը գրեթե անընթեռնելի, բայց Էլվինան կարողացավ կարդալ հիմնական բովանդակությունը։ Նրա հայրը գրում էր, որ նա շատ հիվանդ է, որ նրա սիրտը կրկին թուլանում է, եւ բժիշկները ասում են, որ նրան մնացել է միայն մի քանի ամիս։ Բայց ամենավատը չէր հիվանդությունը, ամենավատը միայնությունն էր։ Ես մեռնում եմ միայնակ, գրում էր նա։ Ես չունեմ ոչ ոք։ Քո մայրը մեռավ 10 տարի առաջ։ Քո եղբայրը տեղափոխվեց Սիբիր եւ երբեք չվերադարձավ։ Եվ դու, իմ սիրելի դուստր, դու այնքան հեռու ես, որ ես չեմ կարող նույնիսկ լսել քո ձայնը։ Ես մեռնում եմ երազելով քո մասին, հիշելով քո երգերը, բայց գիտակցելով, որ երբեք այլևս չեմ տեսնի քեզ։ Էլվինան կարդաց այդ տողերը, եւ նրա սիրտը ճեղքվեց։
Նա ուզում էր վազել դեպի օդանավակայան, նստել առաջին ինքնաթիռը դեպի Մոսկվա, վազել դեպի Երևան եւ գրկել հորը։ Բայց նա գիտեր, որ չէր կարող։ Եթե վերադառնար, սովետական իշխանությունները երբեք չէին թողնի նրան հեռանալ կրկին։ Նրանք կպահեին նրան որպես օրինակ, ցույց տալու, թե ինչ է պատահում նրանց հետ, ովքեր փորձում են փախչել։ Եվ ավելին, եթե նա վերադառնար, նա պետք է դադարեցներ իր գործը։ Նա չէր կարողանա շարունակել փրկել կյանքներ։ Եվ այդ երեխաները, այն երեխաները, ովքեր սպասում էին նրա օգնությանը, նրանք կմեռնեին։ Էլվինան նստեց իր սեղանի առջև եւ գրեց պատասխան։ Երկար ցավոտ նամակ, որտեղ նա բացատրեց, թե ինչու չէր կարող վերադառնալ, թե ինչու նրա գործը այստեղ էր ավելի կարևոր, քան նրա անձնական երջանկությունը։ Նա գրեց, որ սիրում է նրան, որ մտածում է նրա մասին յուրաքանչյուր օր, որ յուրաքանչյուր երեխա, որին նա փրկում է, փրկվում է նրա անունով։ Բայց երբ նա ավարտեց նամակը եւ կնքեց ծրարը, նա գիտեր, որ դա բավարար չէր։ Բառերը չէին կարող փոխարինել ներկայությանը։ Բառերը չէին կարող ջերմացնել միայնակ ծերունու սիրտը, ով մեռնում էր, երազելով իր դստեր մասին։ Արշակ Մակարյանը մեռավ 1981 թվականի նոյեմբերի 21-ին, իր քնի մեջ, իր փոքրիկ բնակարանում Կոմիտասի փողոցում։ Նրան գտավ նրա հարևանուհին 2 օր անց, երբ նա նկատեց, որ նրա դուռը չէր բացվել 2 օր։ Էլվինան իմացավ նրա մահվան մասին 3 շաբաթ անց, երբ նրա նամակը վերադարձավ անհասցեատու։ Նա բացեց ծրարը եւ տեսավ, որ ինչ-որ մեկը գրել էր դրա վրա «Ստացողը մահացել է»։ Միայն այդ 3 բառը։ Ոչ մի մանրամասն, ոչ մի բացատրություն, ոչ մի ցավակցություն։ Միայն սառը, պաշտոնական հաստատում մի կյանքի ավարտի։ Էլվինան նստեց հատակին իր սենյակում եւ լաց եղավ 3 ժամ։ Նա լաց եղավ իր հոր համար, ում նա երբեք այլևս չէր տեսնի։ Նա լաց եղավ իր մոր համար, ում նա կորցրել էր տարիներ առաջ։ Նա լաց եղավ իր եղբոր համար, ում ճակատագիրը նա երբեք չիմացավ։ Եվ նա լաց եղավ իր համար, այն կնոջ համար, ով ընտրել էր օտարների կյանքները իր սեփական ընտանիքի նկատմամբ, եւ հիմա վճարում էր գինը այդ ընտրության համար։ Երբ արցունքները վերջապես ցամաքեցին, Էլվինան վերցրեց իր կարմիր տետրը եւ գրեց մի նոր անուն, ոչ թե երեխայի, այլ իր հոր անունը՝ Արշակ Մակարյան։ Նա գրեց նրա ծննդյան ամսաթիվը եւ նրա մահվան ամսաթիվը, եւ հետո նրա անվան կողքին նա գրեց մի նախադասություն։ Նա սովորեցրեց ինձ, որ սերը չի չափվում ներկայությամբ, այլ զոհողությամբ։ Բայց արդյոք այդ զոհողությունը արժեր դա։ Արդյոք Էլվինան կարող էր արդարացնել իր ընտրությունը, փրկել հարյուրավոր օտարների, կորցնելով իր սեփական հորը։ Եվ ինչու Հակոբ Թորոսյանը, ով տեսավ Էլվինայի ցավը այդ օրերին, սկսեց խմել, ծանր, անվերահսկելի, մինչև նրա կինը Արփինեն վերջապես հեռացավ նրանից եւ թողեց նրան միայնակ այդ մեծ դատարկ տանը։ 1982 թվականի գարնանը Հակոբ Թորոսյանի տունը դարձավ ուրվական տուն, տեղ, որտեղ հավաքվում էին մարդիկ, ովքեր ուներին գաղտնիքներ, որոնք չէին կարող կիսել աշխարհի հետ։ Էլվինա Մակարյանը դարձավ այդ տան մշտական բնակիչը, ապրելով փոքրիկ սենյակում 2-րդ հարկում, որտեղ պատուհանը նայում էր դեպի այգին, լի նուրների եւ ծիրանների ծառերով։ Նա այլևս չէր դուրս գալիս հաճախ։ Նրա գործերը կորցրել էին տարվա ընթաց։ Նույն մեկ այլ տարի նա մտածում էր վերադարձնելու նոր կտորներ եւ տեղավորելու մահարան իր ամուսինին, բայց չէր կարող։ Ուժեղ էր երկրպագուների նկատմամբ։ Չէր դուրս գալիս հաճախ։ Նրա սիրտը շատ թույլ էր երկար քայլերի համար, եւ բժիշկները նախազգուշացրել էին, որ յուրաքանչյուր ֆիզիկական լարվածություն կարող էր լինել վերջինը։ Բայց Էլվինայի մտքը դեռ սուր էր, եւ նրա վճռականությունը չէր թուլացել։ Յուրաքանչյուր առավոտ նա արթնանում էր ժամը 6-ին, նստում էր իր փոքրիկ սեղանի առջև եւ բացում էր իր կարմիր տետրը։ Նա կարդում էր անունները, բարձր, դանդաղ, յուրաքանչյուր անունը արտասանելով ինչպես աղոթք։ Մարիա Սանչես, Արամ Ավագյան, Թոմաս Ռոդրիգես, Լիսա Չեն, 200 անուն, 200 փրկված կյանք։ Բայց դեռ մնացել էին 73 դատարկ տող։ Դավիթ Ավագյանը այցելում էր նրան յուրաքանչյուր շաբաթ, բերելով նոր ցուցակներ, նոր դեպքեր, նոր հույսեր։ Նրանք նստում էին միասին եւ քննարկում էին յուրաքանչյուր երեխայի պատմությունը, ուշադիր, մանրակրկիտ, կարծես նրանք դատավորներ էին, որոշելով, թե ով արժանի է ապրելու։ Բայց Էլվինան երբեք չէր մտածում դրա մասին այդպես։ Նրա համար յուրաքանչյուր երեխա արժանի էր ապրելու։ Խնդիրն այն էր, որ նա չէր կարող փրկել բոլորին։ Նա ուներ սահմանափակ դրամ, սահմանափակ ժամանակ, սահմանափակ ուժեր։ Նա պետք է ընտրեր։ Եվ յուրաքանչյուր ընտրություն էր տանջանք, որովհետև յուրաքանչյուր անգամ, երբ նա ընտրում էր մեկին, նա գիտեր, որ մեկ ուրիշը մնում էր անտեսված։ 1982 թվականի հուլիսին Դավիթը բերեց մի դեպք, որը փոխեց ամեն ինչ։
Դա էր 10 տարեկան աղջիկ Սոֆիա Մորալես, ով ապրում էր Իստ Լոս Անջելեսում, մի թաղամասում, որտեղ գանգստերները վերահսկում էին փողոցները եւ կրակոցների ձայները հնչում էին յուրաքանչյուր գիշեր։ Սոֆիան ուներ լյարդի հիվանդություն, ծանր, անբուժելի, որը դանդաղորեն ոչնչացնում էր նրա մարմինը։ Նրան պետք էր լյարդի փոխպատվաստում, բայց նրա ընտանիքը չուներ ապահովագրություն, եւ վիրահատությունը արժենում էր $250,000։ Դավիթը ցույց տվեց Էլվինային Սոֆիայի լուսանկարը, փոքրիկ աղջիկ, մեծ շագանակագույն աչքերով եւ ժպիտով, որը փորձում էր թաքցնել ցավը։ Էլվինան նայեց այդ լուսանկարին եւ տեսավ ինչ-որ բան, որը նրան հիշեցրեց իր սեփական մանկությունը, այն վճռականությունը չհանձնվել չնայած ամեն ինչին։ Ես ուզում եմ օգնել նրան, ասաց Էլվինան։ Դավիթը թափ տվեց գլուխը։ Էլվինա, դուք չունեք բավականաչափ դրամ, ասաց նա։ Ձեր պահուստները գրեթե սպառված են։ Եթե տակ 250,000 Սոֆիային, դուք չեք ունենա ոչինչ մնացածների համար։ Էլվինան նայեց իր տետրին, այն 73 տատակ տողերին, որոնք սպասում էին լրացվելու։ Նա գիտեր, որ Դավիթը ճիշտ էր, բայց նա նաև գիտեր, որ չէր կարող թողնել Սոֆիային մեռնել։ Գտիր ճանապարհ, ասաց նա։ Վաճառիր ինչ-որ բան, վերցրու վարկ, անել ինչ-որ բան։ Դավիթը հանգույց տվեց, թեև նրա աչքերում Էլվինան տեսավ կասկած։ Հաջորդ 3 շաբաթվա ընթացքում Դավիթը փորձեց ամեն ինչ։ Նա դիմեց բարեգործական կազմակերպություններին, բժշկական հիմնադրամներին, հարուստ նվիրատուներին, բայց ոչ ոք չէր պատրաստ տալ այդքան մեծ գումար մի անծանոթ աղջկա համար։ Վերջապես հուսահատության մեջ Դավիթը արեց այն, ինչ նա երբեք չէր ուզել անել։ Նա գնաց Հակոբ Թորոսյանի մոտ եւ խնդրեց վարկ։ Հակոբը, ով այդ ժամանակ արդեն խորը էր ընկած ալկոհոլիզմի մեջ, նստած էր իր սրահում շրջապատված դատարկ շշերով, եւ երբ Դավիթը բացատրեց իրավիճակը, Հակոբը սկսեց լալ։ Ես չունեմ դրամ, ասաց նա։ Ես կորցրել եմ ամեն ինչ, իմ բիզնեսը փլուզվեց, իմ կինը հեռացավ, ես եմ սնանկ։ Դավիթը զարմացավ։ Նա միշտ մտածել էր, որ Հակոբը հարուստ մարդ է, բայց հիմա նայելով այդ կոտրված մարդուն, նա հասկացավ ճշմարտությունը։ Հակոբը ծախսել էր իր ամբողջ հարստությունը Էլվինային օգնելու համար, տարիներ շարունակ, գաղտնի, առանց երբևէ պատմելու ոչ ոքի։ Երբ Դավիթը վերադարձավ Էլվինայի մոտ եւ պատմեց նրան ճշմարտությունը, Էլվինան զգաց, թե ինչպես նրա աշխարհը փլուզվում է։ Հակոբը, ով տվել էր նրան ապաստան, ով պաշտպանել էր նրան վահագնից, ով աջակցել էր նրան բոլոր այդ տարիների ընթացքում, նա արել էր դա իր սեփական ոչնչացման գնով։ Եվ Էլվինան երբեք չէր իմացել։ Նա իջավ ներքև եւ գտավ Հակոբին, նստած իր սրահում, դեմքը թաքցրած ձեռքերի մեջ։ Նա նստեց նրա կողքին եւ դրեց ձեռքը նրա ուսին։ Ինչու՞, հարցրեց նա։ Ինչու արեցիր դա։ Հակոբը բարձրացրեց գլուխը եւ նայեց նրա աչքերին։ Նրա դեմքը էր կարմիր, ուռած, եւ նրա աչքերը լի էին այնպիսի ցավով, որը Էլվինան երբեք չէր տեսել նախկինում։ Որովհետեւ ես սիրում էի քեզ, ասաց Հակոբը։ Ես միշտ սիրել եմ քեզ։ Այն օրվանից, երբ առաջին անգամ տեսա քեզ Երևանում, երգելիս օպերայի բեմին վրին վրա, ես գիտեի, որ դու երբեք չես սիրի ինձ այնպես, ինչպես ես սիրում էի քեզ։ Բայց դա կարևոր չէր։ Ես ուզում էի միայն լինել քեզ մոտ, օգնել քեզ, պաշտպանել քեզ։ Եվ եթե դա նշանակում էր կորցնել ամեն ինչ, ապա այդպես թող լիներ։ Էլվինան զգաց, թե ինչպես արցունքները սկսում են հոսել նրա դեմքով։ Նա երբեք չէր իմացել։ Նա երբեք չէր կապեք չէր կասկածել։ Հակոբը միշտ եղել էր այնտեղ, հանգիստ, հուսալի, անտեսանելի, եւ հիմա նա հասկացավ, որ նա եղել է ավելին, քան ընկեր։ Նա եղել է նրա անտեսանելի պաշտպանը, նրա լուրջ սերը, նրա անանուն հերոսը։ Ես չգիտեի, ասաց Էլվինան։ Ես երբեք չէի ուզում, որ դու տառապես իմ պատճառով։ Հակոբը ժպտաց դառն, հոգնած ժպիտով։ Դու չես մեղավոր, ասաց նա։ Ես ընտրեցի այս ճանապարհը, եւ եթե կարողանայի վերադառնալ ժամանակում, ես կանեի նույն ընտրությունը։ Նրանք նստեցին այնտեղ լռելիայն, ձեռք ձեռքի մեջ, երկու կոտրված հոգիներ, ովքեր գտել էին միմյանց այս մութ աշխարհում։ Եվ այդ պահին Էլվինան կայացրեց որոշումը, որը կորոշեր նրա վերջին տարիները։ Նա կվաճառեր ամեն ինչ, ինչ ուներ։ Նա կվերցներ վարկեր, որոնք երբեք չէր կարողանա մարել։ Նա կտար իր վերջին շունչը, եթե պետք լիներ։ Բայց նա կփրկեր Սոֆիա Մորալեսին։ Եվ նա կլրացներ այդ 73 դատակ տողերը իր տետրում, նույնիսկ եթե դա նշանակեր իր սեփական կյանքի ավարտը։ Սոֆիա Մորալեսը ստացավ իր լյարդի փոխպատվաստումը 1982 թվականի սեպտեմբերին։ Վիրահատությունը տևեց 14 ժամ եւ եղավ հաջողված։ Երբ Դավիթը պատմեց Էլվինային լուրը, նա փակեց աչքերը եւ շնորհակալություն տվեց Աստծուն։ Այն Աստծուն, որին նա դեռ չէր հավատում,
բայց ում նա շարունակում էր խոսել, որովհետև ուրիշ ում խոսել չուներ։ Նա բացեց իր տետրը եւ գրեց. Սոֆիա Մորալես, $250,000, սեպտեմբերի 15, 1982։ 201։ Մնացել էր 72։ Բայց գինը եղավ ավելի բարձր, քան Էլվինան պատկերացրել էր։ Սոֆիայի վիրահատությունը սպառեց նրա վերջին պահուստները։ Նա այլևս չուներ դրամ, նա չուներ միջոցներ շարունակելու, եւ ավելի վատ, նրա սիրտը վերջապես հանձնվում էր։ 1982 թվականի հոկտեմբերին Էլվինան ունեցավ երկրորդ սրտի կաթվածը, այս անգամ ավելի ուժեղ, քան առաջինը։ Նրան տեղափոխեցին հիվանդանոց եւ բժիշկները ասացին Դավիթին եւ Հակոբին, որ նա չի ապրի ավելի քան մի քանի շաբաթ։ Բայց Էլվինան դեռ չէր պատրաստ մեռնել։ Նա ուներ 72 անուն լրացնելու, 72 կյանք փրկելու, եւ նա չէր կարող հանգչել մինչեւ չավարտեր իր առաքելությունը։ Բայց ինչպես կարող էր նա շարունակել առանց դրամի, առանց ուժի, առանց ժամանակի։ Եվ ով էր այն անծանոթ այցելուը, ով եկավ Էլվինայի հիվանդանոցային սենյակ 1982 թվականի նոյեմբերին եւ առաջարկեց նրան գործարք, որը կփոխեր ամեն ինչ, գործարք, որը կփրկեր նրա առաքելությունը, բայց կպահանջեր նրանից վերջին զոհողությունը։ Այն մարդը, ով մտավ Էլվինայի հիվանդանոցային սենյակ 1982 թվականի նոյեմբերի 28-ին, կրում էր սև կոստյում եւ ուներ դեմք, որը Էլվինան երբեք չէր տեսել, բայց ձայն, որը նրան ինչ-որ կերպ ծանոթ էր։ Նա մոտեցավ նրա մահճակալին եւ դրեց իր ձեռքը սպիտակ շերտի վրա, ոչ թե հպելով Էլվինային, այլ պարզապես մնալով այնտեղ, կարծես նա չափում էր հեռավորությունը նրանց միջև։ Էլվինան փորձեց խոսել, բայց նրա կոկորդը չոր էր եւ բառերը չէին գալիս։ Անծանոթը նստեց աթոռին նրա կողքին եւ սկսեց խոսել, դանդաղ, հստակ, ռուսերեն, բայց այնպիսի առոգանությամբ, որը ասում էր, որ սա չէր նրա մայրենի լեզուն։ Իմ անունը Միխայիլ Կյուզնեցով է, ասաց նա։ Ես եմ Սովետական միության դեսպանատան ներկայացուցիչը Վաշինգտոնում։ Ես եկել եմ ձեզ հետ խոսելու մի առաջարկի մասին, որը կարող է փրկել ձեր կյանքը եւ շարունակել ձեր գործը։ Էլվինայի սիրտը սկսեց բաբախել անկանոն, եւ մեքենան նրա կողքին սկսեց արձագանքել սուր անհանգիստ ազդանշաններով։ Սովետական դեսպանատուն։ Այդ երկու բառերը բավական էին, որպեսզի նրա մարմինը լցվեր սառը վախով։ Նրանք գտել էին նրան։ 12 տարի անց նրանք վերջապես գտել էին նրան։ Միխայիլ Կուզնեցովը տեսավ նրա վախը եւ բարձրացրեց ձեռքը հանգստացնող ժեստով։ Ես չեմ եկել ձեզ վնասելու, ասաց նա։ Ես եկել եմ առաջարկելու համագործակցություն։ Մենք գիտենք ձեր պատմությունը։ Մենք գիտենք ձեր բարեգործական գործունեության մասին։ Մենք գիտենք, որ դուք փրկել եք 201 կյանք վերջին 12 տարիների ընթացքում, եւ մենք ուզում ենք օգնել ձեզ շարունակել։ Էլվինան գտավ իր ձայնը, թույլ, կոտրված, բայց դեռ ունակ խոսելու։ Ինչու՞, հարցրեց նա։ Ինչու սովետական կառավարությունը կուզենա օգնել ինձ։ Ես փախստական եմ, ես դավաճան եմ ձեր աչքերում։ Միխայիլը ժպտաց այն ժպիտով, որը չէր հասնում նրա աչքերը։ Քաղաքականությունը փոխվում է, ասաց նա։ Մենք ապրում ենք նոր դարաշրջանում։ Գենսեկ Անդրոպովը հասկանում է, որ Սովետական միությունը պետք է փոխի իր կերպարը աշխարհում։ Եվ ինչ ավելի լավ ճանապարհ, քան աջակցել մարդասիրական գործին։ Մենք պատրաստ ենք տրամադրել ձեզ $2 միլիոն շարունակելու ձեր բարեգործական աշխատանքը։ Միակ պայմանը՝ դուք պետք է վերադառնաք Հայաստան եւ կազմակերպեք ձեր հիմնադրամը այնտեղ։ Էլվինան լսեց այդ բառերը, եւ նրա մտքում սկսեցին պտտվել 1000 հարցեր։ $2 միլիոն։ Դա էր ավելին, քան նա երբևէ երազել էր։ Դրանով նա կարող էր լրացնել իր ցուցակը, կարող էր փրկել ոչ թե 72, այլ հազարավոր կյանքեր։ Բայց գինը, վերադառնալ Սովետական միություն, վերադառնալ այն համակարգին, որից նա փախել էր, վերադառնալ այն երկիրը, որտեղ նրա յուրաքանչյուր քայլը կհսկվեր, յուրաքանչյուր բառը կգրանցվեր, յուրաքանչյուր շունչը կվերահսկվեր։ Նա նայեց Միխայիլի աչքերին եւ փորձեց կարդալ ճշմարտությունը։ Եթե ես մերժեմ, հարցվեց նա, ինչ կլինի։ Միխայիլը թափ տվեց գլուխը։ Ոչինչ, ասաց նա։ Մենք չենք ստիպի ձեզ, դուք ազատ եք ընտրելու, բայց մտածեք այն երեխաների մասին, ովքեր սպասում են ձեր օգնությանը։ Մտածեք այն 72 դատարկ տողերի մասին ձեր տետրում։ Դուք կարող եք մեռնել իմանալով, որ դուք կարող էիք փրկել նրանց, բայց ընտրեցիք չանել դա։ Այդ գիշեր Էլվինան չքնեց։ Նա պառկած էր իր հիվանդանոցային մահճակալում եւ դիտում էր առաստաղը, սպիտակ, անտարբեր, անվերջ։ Նա մտածում էր Միխայիլի առաջարկի մասին, մտածում էր $2 միլիոն մասին ու $1 միլիոն մասին, մտածում էր այն երեխաների մասին, ովքեր կարող էին ապրել, եթե նա համաձայնվեր։
Բայց նա նաև մտածում էր Վահագնի մասին, մտածում էր ԿԳԲ-ի մասին, մտածում էր այն ստվերների մասին, որոնք հետապնդել էին նրան 12 տարի։ Եթե վերադառնար, արդյոք նրանք իսկապես կթողնեին նրան ազատ աշխատել։ Թե սա էր որոքայթ, ճանապարհ վերադարձնելու նրան եւ հետո վերահսկելու, օգտագործելու, վերածելու պրոպագանդայի գործիքի։ Առավոտյան ժամը 6-ին դուռը բացվեց եւ ներս մտավ Դավիթ Ավագյանը։ Նա տեսավ Էլվինայի դեմքը եւ անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան սխալ էր։ «Ինչ է պատահել», հարցրեց նա։ Էլվինան պատմեց նրան Միխայելի այցելության մասին, պատմեց առաջարկի մասին, պատմեց $2 միլիոն մասին։ Երբ նա ավարտեց, Դավիթի դեմքը դարձավ մոխրագույն։ «Դուք չեք կարող համաձայնվել», ասաց Դավիթը։ «Սա որոքայթ է։ Նրանք ուզում են ձեզ վերադարձնել, որպեսզի օգտագործեն ձեզ։ Դուք կդառնաք նրանց գործիքը, ցույց տալու աշխարհին, թե որքան մարդասեր է Սովետական Միությունը։ Բայց իրականում նրանք կվերահսկեն ձեր յուրաքանչյուր քայլը։ Նրանք կորոշեն, թե ով ստանա օգնություն եւ ով ոչ։ Եվ եթե դուք հակառակվեք, նրանք կոչնչացնեն ձեզ»։ Էլվինան գիտեր, որ Դավիթը ճիշտ էր։ Դրա մտքը ասում էր նույն բանը, բայց նրա սիրտը, այն թույլ, կոտրված սիրտը, որը դեռ բաբախում էր իր կրծքավանդակում, այն ասում էր ուրիշ բան։ Այն ասում էր $2 միլիոն, հազարավոր փրկված կյանքեր։ Արդյոք դու կարող ես մերժել դա։ Նա նայեց Դավիթի աչքերին եւ ասաց. «Ես չգիտեմ, թե ինչ անել։ Օգնիր ինձ որոշել»։ Դավիթը նստեց նրա մահճակալի եզրին եւ վերցրեց նրա ձեռքը։ «Էլվինա», ասաց նա, «դուք ապրել եք ամբողջ կյանքը զոհաբերելով ձեր երջանկությունը ուրիշների համար։ Դուք թողել եք ձեր հայրենիքը, կորցրել ձեր հորը, ոչնչացրել ձեր առողջությունը, եւ այժմ նրանք ուզում են վերցնել նաեւ ձեր ազատությունը։ Երբ է բավական։ Երբ եք դուք ասելու «Ես արել եմ բավական»։ Բայց Էլվինան չէր կարող ասել այդ բառերը։ Նա չէր կարող ասել բավական, երբ դեռ կային 72 դատարկ տող նրա տետրում։ Նա չէր կարող ասել բավական, երբ դեռ կային երեխաներ, ովքեր մահանում էին, որովհետև նրանց ծնողները չունեին դրամ։ Նա նայեց Դավիթին եւ ասաց. «Ես պետք է մտածեմ, տուր ինձ ժամանակ»։ Դավիթը հանգույց տվեց եւ հեռացավ, բայց նրա աչքերում Էլվինան տեսավ վախ, իսկական, խորը վախ, որը ասում էր, որ նա գիտեր, թե ինչ որոշում Էլվինան կկայացներ։ Արդյոք Էլվինան իսկապես ազատ էր ընտրելու, երբ նրա ամբողջ կյանքը եղել էր մի երկար շղթա զոհողությունների։ Եվ ինչու Միխայիլ Կուզնեցովը, երբ հեռանում էր հիվանդանոցից, կանգ առավ դռան մոտ եւ շրջվեց ասելով մի նախադասություն, որը սառեցրեց Էլվինայի արյունը։ Իդեպ, Վահագն Սարգսյանը դեռ ապրում է, եւ նա դեռ հիշում է ձեզ։ Վահագն Սարգսյանի անունը Էլվինան չէր լսել 10 տարի։ Նա մտածել էր, որ այդ գլուխը փակված է, որ այդ մարդը անհետացել է նրա կյանքից հավերժ։ Բայց հիմա, լսելով այդ անունը Միխայիլի շրթներից, նա հասկացավ, որ ոչինչ երբեք իսկապես չի անհետանում։ Անցյալը միշտ այնտեղ է, սպասելով իր պահին, պատրաստ վերադառնալ եւ պնդել իր պարտքը։ 1983 թվականի դեկտեմբերին, երբ Էլվինան դեռ պառկած էր հիվանդանոցում, փորձելով որոշել Միխայիլի առաջարկի վերաբերյալ, նա ստացավ նամակ Երևանից։ Ծրարը հին էր, մաշված, կարծես այն ճանապարհորդել էր երկար ժամանակ, անցնելով բազմաթիվ ձեռքերով, նախքան հասնել է իր վերջնական նպատակակետին։ Էլվինան բացեց այն դողացող ձեռքերով եւ հանեց մի թերթ, գրված ձեռքով, այն ձեռագրով, որը նա ճանաչեց անմիջապես, թեև 10 տարի էր, որ չէր տեսել այն։ Վահագնի ձեռագիրը։ Նամակը սկսվում էր առանց ողջույնի, առանց ներածության, կարծես նրանք երբեք չէին դադարեցրել իրենց զրույցը։ Էլվինա, ես գիտեմ, որ դու մտածում ես վերադառնալու մասին։ Ես գիտեմ, որ նրանք առաջարկել են քեզ դրամ։ Բայց դու պետք է իմանաս ճշմարտությունը։ Այդ դրամը գալիս է ԿԳԲ-ից։ Այդ ամբողջ մարդասիրական նախաձեռնությունը պարզապես ծածկոց է նոր գործողության համար։ Նրանք ուզում են օգտագործել քեզ հավաքելու տեղեկություններ ամերիկյան հայ համայնքի մասին։ Նրանք ուզում են իմանալ, թե ովքեր են հարուստները, ովքեր ունեն քաղաքական կապեր, ովքեր կարող են օգտակար լինել Մոսկվային։ Եվ դու կլինես այն գործիքը, որով նրանք կհավաքեն այդ տեղեկությունները։ Էլվինան կարդաց այդ տողերը եւ զգաց, թե ինչպես նրա ստամոքսը սեղմվում է։ Արդյոք սա ճշմարտություն էր։ Թե սա էր Վահագնի վերջին փորձը վերահսկելու նրան, վախեցնելու նրան, ստիպելու նրան մնալ հեռու Հայաստանից։ Բայց նամակը չէր ավարտվում այնտեղ։ Վահագնը շարունակում էր. Ես գիտեմ, որ դու ատում ես ինձ։ Ես գիտեմ, որ դու մտածում ես, որ ես եմ քո թշնամին։ Բայց ճշմարտությունն այն է, որ ես միակ մարդն եմ, ով երբևէ ասել է քեզ ճշմարտությունը։ Ես սիրում էի քեզ։ Ես դեռ սիրում եմ քեզ եւ հում եմ քեզ։ Եվ հենց այդ պատճառով ես չեմ կարող թույլ տալ, որ դու վերադառնաս այստեղ եւ ոչնչացվես։ Մնա Ամերիկայում։ Ապրիր քո վերջին օրերը խաղաղության մեջ։ Մի վերադառնա այս դժոխք։
Նամակը ստորագրված էր միայն մեկ տառով՝ V, բայց տառի տակ Վահագնը ավելացրել էր մի նախադասություն. Ես մեռնում եմ, ուղեղի քաղցկեղ, ինձ մնացել է 3 ամիս, սա իմ վերջին նամակն է քեզ, իմ վերջին զգուշացումը, իմ վերջին սերը։ Էլվինան նստեց իր մահճակալի եզրին և պահեց նամակը իր ձեռքերում, երկար, լուռ, զգալով, թե ինչպես տարիների ատելությունը դանդաղորեն վերածվում է ինչ-որ այլ բանի, ինչ-որ բանի, որը նա չէր կարող անվանել, բայց որը զգում էր իր կրծքավանդակում, ծանր, ցավոտ, անբուժելի։ Վահագնը մեռնում էր։ Այն մարդը, ով հետապնդել էր նրան, սպառնացել էր նրան, փորձել էր ոչնչացնել նրան, այժմ ինքը մեռնում էր, միայնակ, հիվանդ, մոռացված։ Եվ նրա վերջին գործողությունը չէր վրեժխնդրություն, այլ զգուշացում, փորձ փրկել նրան, նույնիսկ երբ նա ինքը չէր կարող փրկվել։ Արդյոք սա էր իսկական սերը։ Այն խեղված, ոչնչացնող սերը, որը պատրաստ էր անել ամեն ինչ, նույնիսկ թույլ տալ սիրելի մարդուն ատել քեզ, եթե դա նշանակում էր պահպանել նրան անվտանգ։ Էլվինան չգիտեր, թե ինչ զգալ։ Նա չգիտեր, թե ինչպես արձագանքել։ Նա միայն գիտեր, որ ինչ-որ բան փոխվել էր նրա ներսում։ Այն վճռականությունը, որը նա զգում էր վերադառնալու Հայաստան, այժմ խառնված էր կասկածով, վախով, անորոշությամբ։ Նա զանգահարեց Դավիթ Ավագյանին և կարդաց նրան նամակը, բարձր, դանդաղ, յուրաքանչյուր բառը կշռելով։ Երբ նա ավարտեց, Դավիթը լռեց երկար ժամանակ։ Հետո նա ասաց. Էլվինա, ես չեմ կարող ասել ձեզ, թե ինչ անել։ Սա ձեր որոշումն է։ Բայց ես կարող եմ ասել ձեզ սա. եթե Վահագնը ճիշտ է, եթե սա իսկապես KGB-ի գործողություն է, ապա վերադառնալը նշանակում է ոչ միայն ձեր ազատության կորուստ, այլ նաև ձեր գործի ոչնչացում։ Նրանք կվերահսկեն ամեն ինչ։ Նրանք կորոշեն, թե ով ստանա օգնություն, ոչ թե հիվանդության հիման վրա, այլ քաղաքական հավատարմության հիման վրա։ Ձեր տետրը, ձեր ցուցակը, ձեր առաքելությունը, ամեն ինչ կվերածվի պրոպագանդայի։ Էլվինան գիտեր, որ Դավիթը ճիշտ էր, բայց նա նաև գիտեր, որ եթե չվերադառնար, նա երբեք չէր ունենա այն դրամը, որն անհրաժեշտ էր լրացնելու իր ցուցակը։ Նա կմեռներ իմանալով, որ 72 երեխաներ մնացին չփրկված, որովհետև նա չէր համարձակվել ռիսկի գնալ։ Արդյոք դա էր ճիշտ ընտրությունը։ Արդյոք անվտանգությունը ավելի կարևոր էր, քան առաքելությունը։ Նա անցկացրեց հաջորդ 3 օրերը մտածելով, աղոթելով, փնտրելով պատասխան, որը չէր գալիս։ Եվ հետո 1983 թվականի դեկտեմբերի 15-ին պատասխանը եկավ անսպասելի կողմից։ Հակոբ Թորոսյանը, ով այդ ժամանակ արդեն ապրում էր իր տանը, միայնակ, հարբած, կոտրված, մտավ Էլվինայի հիվանդանոցային սենյակ և դրեց իր ձեռքին մի փոքրիկ բանալի։ Սա բանալին է իմ տան, ասաց Հակոբը։ Ես վաճառեցի այն։ Ստացա $350,000։ Դա քո է։ Օգտագործիր այն շարունակելու քո գործը։ Մի վերադառնա Հայաստան։ Մի վստահիր նրանց։ Էլվինան նայեց բանալուն իր ձեռքում և զգաց, թե ինչպես արցունքները սկսում են հոսել նրա դեմքով։ Հակոբը տվել էր նրան իր վերջին ունեցվածքը, իր վերջին կապը այն կյանքի հետ, որը նա կառուցել էր Ամերիկայում։ Նա արել էր դա առանց հարցնելու, առանց սպասելու շնորհակալության, առանց պահանջելու ոչինչ դրա դիմաց։ Սա էր իսկական սերը։ Ոչ թե Վահագնի խեղված տիրապետող սերը, այլ Հակոբի լուռ, անվերապահ, ինքնազոհ սերը։ Էլվինան գրկեց Հակոբին և լաց եղավ նրա ուսին, երկար, ցավոտ, ազատող արցունքներով։ Եվ այդ պահին նա կայացրեց իր վերջնական որոշումը։ Նա չէր վերադառնա Հայաստան։ Նա կմնար այստեղ, Ամերիկայում, և կշարունակեր իր գործը, անկախ, ազատ, անվերահսկելի։ Երբ Միխայիլ Կուզնեցովը վերադարձավ հիվանդանոց 1983 թվականի դեկտեմբերի 20-ին, ստանալու Էլվինայի պատասխանը, նա գտավ դատարկ մահճակալ։ Էլվինան հեռացել էր հիվանդանոցից նախորդ գիշերը, Դավիթի և Հակոբի օգնությամբ, և անհետացել էր։ Նրանք տեղափոխել էին նրան մի փոքրիկ տուն Սանտա Բարբարայում, հեռու Լոս Անջելեսից, հեռու սովետական դեսպանատնից, հեռու բոլոր այն ստվերներից, որոնք հետապնդել էին նրան 12 տարի։ Այնտեղ, այդ փոքրիկ տանը, ծովի եզրին, Էլվինան անցկացրեց իր վերջին տարիները, շարունակելով իր գործը, լրացնելով իր ցուցակը, փրկելով կյանքնով կյանքներ, մեկ առ մեկ, դանդաղ, ցավոտ, բայց անվերջանալի վճռականությամբ։ Արդյոք նա կարողացավ լրացնել բոլոր 72 տողերը։ Եվ ինչու Վահագն Սարգսյանը, երբ մեռավ 1984 թվականի մարտին, թողեց իր կտակում մի նախադասություն, որը ոչ ոք չէր կարող հասկանալ. Իմ ամբողջ հարստությունը թող տրվի Էլվինա Մակարյանին, կնոջը, ում ես սիրեցի և ոչնչացրի։ Սանտա Բարբարայի փոքրիկ տունը, որտեղ Էլվինա Մակարյանը անցկացրեց իր վերջին տարիները, գտնվում էր Լեռան լանջին, ծածկված էվկալիպտների ծառերով,
որոնց տերևները շշնջում էին ծովային քամու տակ։ Տունը փոքր էր, 2 սենյակ, մի խոհանոց, մի լոգարան, բայց պատուհանները բացվում էին դեպի խաղաղ օվկիանոս, եւ յուրաքանչյուր առավոտ Էլվինան արթնանում էր ալիքների ձայնից, այն հավերժական, հանգստացնող ռիթմից, որը հիշեցնում էր, որ կյանքը շարունակվում է, նույնիսկ երբ մարդկային սրտերը կանգ են առնում։ Դավիթ Ավագյանը եւ Հակոբ Թորոսյանը այցելում էին նրան յուրաքանչյուր շաբաթ, բերելով նոր ցուցակներ, նոր պատմություններ, նոր հույսեր։ Բայց ամենից հաճախ գալիս է Հակոբն էր, ով տեղափոխվել էր Սանտա Բարբարա եւ վարձել էր փոքրիկ բնակարան Էլվինայի տան մոտ, որպեսզի կարողանար հոգալ նրա մասին։ 1984 թվականի գարնանը Էլվինայի առողջությունը սկսեց արագորեն վատանալ։ Նրա սիրտը, որը արդեն տարել էր անհավանական բեռը 14 տարի, վերջապես հանձնվում էր։ Բժիշկները ասացին, որ նրան մնացել է ամիսներ, գուցե շաբաթներ։ Բայց Էլվինան հրաժարվեց հիվանդանոց գնալուց։ Նա ուզում էր մեռնել տանը, իր սեփական մահճակալում, նայելով ծովին, լսելով ալիքները։ Եվ ամենակարևորը, նա ուզում էր ավարտել իր ցուցակը։ Մինչև այդ պահը նա փրկել էր 268 կյանք, մնացել էր 15։ 15 դատարկ տող, որոնք սպասում էին լրացվելու։ 15 երեխա, ովքեր սպասում էին հրաշքի։ Հակոբ Թորոսյանը նստում էր Էլվինայի մահճակալի կողքին յուրաքանչյուր օր, ժամերով լռելիայն, պարզապես պահելով նրա ձեռքը, լսելով նրա շնչառությունը, դանդաղ, դժվար, յուրաքանչյուր շունչը պայքար։ Մի օր, երբ արևը մայր էր մտնում ծովի մեջ, ներկելով երկինքը նարնջագույն եւ մանուշակագույն գույներով, ույն գույներով, Էլվինան բացեց աչքերը եւ նայեց Հակոբին։ «Ես ուզում եմ պատմել քեզ մի բան», ասաց նա։ «Ինչ-որ բան, որը ես երբեք ոչ ոքի չեմ ասել»։ Հակոբը մոտեցավ, որպեսզի լսեր նրա թույլ ձայնը։ «Երբ ես փախա Հայաստանից», շարունակեց Էլվինան, «ես մտածում էի, որ փախչում եմ Վահագնից, փախչում եմ KGB-ից, փախչում եմ համակարգից։ Բայց ճշմարտությունն այն է, որ ես փախչում էի ինձնից։ Ես վախենում էի դառնալ այն, ինչ ուզում էին, որ ես լինեմ, պարզապես ձայն, պարզապես գործիք, պարզապես դեկորացիա։ Ես ուզում էի լինել ավելին։ Ես ուզում էի, որ իմ կյանքը նշանակություն ունենա»։ Նա դադար արեց շնչելու, եւ Հակոբը սպասեց համբերատար, անverջ համբերատար։ «Եվ հիմա», շարունակեց Էլվինան, «երբ ես նայում եմ հետ իմ կյանքին, ես տեսնում եմ 268 անուն, 268 կյանք, որոնք շարունակվում են, որովհետև ես ընտրեցի փախչել։ Եվ ես մտածում եմ, գուցե դա բավական է։ Գուցե մի կյանքի նշանակությունը չափվում է ոչ թե տարիներով, որոնք դու ապրում ես, այլ կյանքերով, որոնք դու հպում ես»։ Հակոբը զգաց, թե ինչպես արցունքները սկսում են հոսել իր դեմքով։ Նա չփորձեց դրանք թաքցնել։ Նա միայն նստեց այնտեղ, պահելով Էլվինայի ձեռքը, լսելով նրա բառերը, պահպանելով դրանք իր հիշողության մեջ, որպեսզի երբեք չմոռանա։ 1984 թվականի ապրիլին Դավիթ Ավագյանը բերեց վերջին ցուցակը։ 15 երեխա, բոլորը ծանր հիվանդություններով, բոլորը կարիք ունեցող շտապ բժշկական օգնության, բոլորի ընտանիքները անկարող վճարելու։ Էլվինան նայեց ցուցակին եւ տեսավ, որ Հակոբի դրամից մնացել էր հենց բավականաչափ, փրկելու այդ 15 երեխաներին։ Կարծես ճակատագիրը պլանավորել էր այն այսպես. ճշգրիտ, կատարյալ, անխուսափելի։ Նա ստորագրեց փաստաթղթերը, տվեց հրահանգները եւ Դավիթը տեղափոխեց դրամը։ Մեկ առ մեկ հաջորդ 3 ամիսների ընթացքում այդ 15 երեխաները ստացան իրենց վիրահատությունները։ Մեկ առ մեկ Էլվինան գրեց իրենց անունները իր կարմիր տետրում, դանդաղ, ուշադիր, յուրաքանչյուր տառը ձևավորելով դողացող ձեռքով։ Եվ վերջապես 1984 թվականի հուլիսի 21-ին նա գրեց վերջին անունը. Դանիել Ռամիրես, 7 տարեկան, սրտի հիվանդություն, վիրահատություն հաջողված։ Էլվինան նայեց իր տետրին, լրիվ, ամբողջական, կատարյալ։ 273 անուն, 273 փրկված կյանք, ոչ մի դատարկ տող, ոչ մի չավարտված գործ։ Նա փակեց տետրը եւ դրեց այն իր կրծքավանդակի վրա, զգալով դրա քաշը, դրա ջերմությունը, դրա նշանակությունը։ Հետո նա փակեց աչքերը եւ թույլ տվեց իրեն հանգստանալ, առաջին անգամ 14 տարում։ Նա քնեց 3 օր, խորը, անխռով քուն, եւ երբ արթնացավ, նա գիտեր, որ ժամանակը եկել էր։ Նա կանչեց Հակոբին եւ Դավիթին եւ ասաց նրանց. «Ես պատրաստ եմ»։ Նրանք հասկացան, թե ինչ նա նկատի ուներ։ Նրանք նստեցին նրա մահճակալի երկու կողմերում եւ պահեցին նրա ձեռքերը, սպասելով, լռելիայն, տալով նրան այն խաղաղությունը, որին նա արժանի էր։ Էլվինա Մակարյանը մեռավ 1984 թվականի հուլիսի 24-ին, առավոտյան ժամը 6-ին, երբ արևը բարձրանում էր ծովից
եւ լցնում էր նրա սենյակը ոսկեգույն լույսով։ Նրա վերջին բառերը, որոնք Հակոբը լսեց էին. «Շնորհակալ եմ»։ Միայն այդ երկու բառը։ Բայց այդ երկու բառերում էր ամբողջ նրա կյանքը։ Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր սիրել էին նրան, պաշտպանել էին նրան, օգնել էին նրան իրականացնել իր առաքելությունը։ Հակոբը եւ Դավիթը թաղեցին նրան Սանտա Բարբարայի Սուրբ Խաչի գերեզմանատանը, պարզ գերեզմանակարով, որի վրա գրված էր միայն նրա անունը եւ ամսաթվերը։ Ոչ մի էպիտաֆիա, ոչ մի երկար տեքստ։ Էլվինան երբեք չէր ուզել փառք։ Նա միայն ուզում էր, որ երեխաները ապրեն, բայց պատմությունը չավարտվեց այնտեղ։ 1984 թվականի օգոստոսին Դավիթ Ավագյանը ստացավ նամակ Մոսկվայից։ Այն էր Վահագն Սարգսյանի փաստաբանից, տեղեկացնելով, որ Վահագնը մեռել էր մարտին եւ թողել էր կտակ։ Կտակում նշված էր, որ նրա ամբողջ հարստությունը 350,000 ռուբլի, որը հավասար էր մոտավորապես $150,000, պետք է փոխանցվեր Էլվինա Մակարյանին։ Բայց քանի որ Էլվինան արդեն մեռել էր, դրամը պետք է փոխանցվեր հրեշտակի հիմնադրամին, շարունակելու նրա գործը։ Դավիթը կարդաց կտակը Հակոբին եւ նրանք երկուսն էլ լռեցին, երկար, խորը լռությամբ։ Վահագնը, ով սպառնացել էր Էլվինային, հետապնդել էր նրան, փորձել էր ոչնչացնել նրան, վերջապես գտել էր ճանապարհ փրկելու նրան, նույնիսկ մահից հետո։ Սա էր նրա վերջին սերը, նրա վերջին զոհողությունը, նրա վերջին փրկագնումը։ Դավիթը օգտագործեց այդ դրամը ստեղծելու պաշտոնական Էլվինա Մակարյանի հիշատակի հիմնադրամ, որը շարունակեց նրա գործը հաջորդ 20 տարիների ընթացքում։ Հիմնադրամը փրկեց եւս 538 կյանք, նախքան Դավիթը մեռավ 1904 թվականին։ Հակոբ Թորոսյանը ապրեց մինչև 1910 թվականը, միշտ պահպանելով Էլվինայի կարմիր տետրը իր տանը, միշտ կարդալով անունները բարձր, յուրաքանչյուր տարի նրա մահվան օրը, միշտ հիշելով կնոջը, ում նա սիրել էր լռությամբ։ Եվ երբ նա մեռավ, նա թողեց հրահանգ, որ տետրը պահվի Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի արխիվում, որպես վկայություն մի կյանքի, որը ապրվել էր ոչ թե փառքի, այլ սիրո համար։ Երբ Մարգարետ Չենը, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի արխիվապահը, գտավ այդ կարմիր տետրը 1922 թվականին, նա որոշեց պատմել այդ պատմությունը աշխարհին։ Նա կապվեց լրագրողների, պատմիչների, ֆիլմարտադրողների հետ, բայց յուրաքանչյուր անգամ, երբ նրանք փորձում էին պատմել Էլվինայի պատմությունը, դրանք բախվում էին նույն խնդրին։ Չկային լուսանկարներ, չկային տեսագրություններ, չկային ականատեսների հարցազրույցներ։ Էլվինան ապրել էր եւ մեռել էր ստվերում, եւ նա թողել էր միայն մի բան՝ իր տետրը, իր ցուցակը, իր 273 անունները։ Բայց գուցե դա բավական էր։ Գուցե մի կյանքի իսկական արժեքը չափվում է ոչ թե նրանով, թե քանի մարդ գիտի քո անունը, այլ նրանով, թե քանի մարդ ապրում է, որովհետև դու ապրեցիր։ Այսօր, երբ դուք այցելում եք Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը, դուք կտեսնեք փոքրիկ տախտակ, մուտքի դահլիճում, որի վրա գրված է Էլվինա Մակարյանի հիշատակին, անանուն հրեշտակին, ով փրկեց 273 կյանք։ Եվ եթե դուք հարցնեք բժիշկներին կամ բուժքույրերին այդ անվան մասին, դրանք կպատմեն ձեզ լեգենդը, կնոջ մասին, ով տվեց ամեն ինչ, որ ուներ, որպեսզի օտար երեխաները կարողանան ապրել։ Նրանք կպատմեն ձեզ, որ նրա ցուցակը դարձել է ոգեշնչում հարյուրավոր այլ բարերարների համար, ովքեր շարունակում են նրա գործը։ Եվ նրանք կպատմեն ձեզ, որ յուրաքանչյուր տարի հուլիսի 24-ին հիվանդանոցը կազմակերպում է հատուկ արարողություն, կարդալով բարձր բոլոր 273 անունները, հիշելով յուրաքանչյուր փրկված կյանքը, պատվելով կնոջը, ով մեռավ աղքատ եւ միայնակ, բայց ով թողեց ժառանգություն, որը երբեք չի մեռնի։ Բարեկամներ, ինչպես եք դուք վերաբերվում Էլվինա Մակարյանին։ Արդյոք նա զոհ էր այն համակարգի, որից փախել էր, թե հերոսուհի, ով ընտրեց իր սեփական ճանապարհը։ Արդյոք նրա զոհողությունները արդարացված էին, թե նա պետք է մնար իր հոր կողքին եւ ապրեր ավելի հանգիստ կյանք։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե արդյոք նրան հիշում են ձեր քաղաքում։ Արդյոք նրա պատմությունը դիպել է ձեր սրտին։ Սեղմեք հավանել կոճակը, եթե հավատում եք, որ մի կյանքը կարող է փոխել աշխարհը, եւ բաժանորդագրվեք մեր ալիքին լսելու ավելի շատ պատմություններ մարդկանց մասին, ովքեր ապրեցին ոչ թե իրենց, այլ ուրիշների համար։ Շնորհակալություն դիտելու համար եւ հիշեք, իսկական հերոսները երբեմն մեռնում են անանուն, բայց նրանց գործերը ապրում են հավերժ։